կտրուկ հակառակ կերպարն էր այն կերպարի, որը դարձար։ Ոյ, չգիտեմ, sense հիմարիկի նման եմ ինձ բալ, որտեվ ես մտածել եմ արհեստականորեն տղամարդկանց ֆոնին փորձեմ անօգնական աղջկա կերպարի մեջ լինեմ, որ ինձ օգնեն, որ պաշտպանեն, որ ես այդ տեղը ավելի լավ նվաճեմ, որտեվ եթե դու խելացի աղջիկ լինես, կողա եւ այդ տեղը քեզ չտան։ Իմ նախկին boyfriend-ը այդ կատուն ինձ նվիրել էր որպես նոր տարվա նվեր, բայց այդ կատվին տնից դուրս էր հանել իր նոր ընկերուհին։ Ինչն էր քեզ ստիպում մնալ այդ հարաբերությունների մեջ։ Կար հոգատարության այն ֆորմատը, որը ես մինչև այդ չեմ ունեցել։ Ստացվում է, որ ընդամենը մի քանի տարի առաջ դու այն կանանցից էիր, որոնք ասում են դե տղամարդիկ կարող են նաև դավաճանել։ Դե մինչև ամուսնանալը օքեյ է, այսպես էի մտածում։ Նորմալ չի բոլոր այն հարաբերությունները, որտեղ ձեզ դիսկոմֆորտ է, որտեղ ձեզ վատ եք զգում, որտեղ ձեզ անհարմար եք զգում։ Ես այս ամբողջ զգացողությունները ունեցել եմ, բայց մտածել եմ, որ դա նորմալ է։ Դե անհեր աղջիկ է, քանի ուզող կա ամուսնացրեք, անտեր է։ Առհասարակ կյանքի ընթացքում դու ինչը կընդունես եւ ինչը քեզ համար կդառնա գլխավոր, արդեն դու ես որոշում։ Ինչու էր Զարան որոշել, որ կկենտրոնանա այդ մտքի վրա, որովհետեւ վստահ եմ, որ դրան զուգահեռ կային շատ մարդիկ, որոնք հիանում են, որ օրինակ Զարան շատ լավ է սովորում։ Ահա որ ամաչում էի, որ ես պապա չունեմ, ու այդ մասին ես բացարձակ չէի խոսում։ Սև հումորով եմ վերաբերվել դրան։ Էդ էլ է պաշտպանական մեխանիզմ։ Ցինիկ արտահայտություններ եմ ինձ թույլ տվել պապայի կողմի հետ։ Իրենց իսկ ցանկությամբ որևէ շփում չունեմ։ Արդյոք արյունակից մարդկանց կողմից ընդունելի չլինելը ձևավորել էր այն Զարային, որը մտածում էր պիտի շրջապատի համար անընդհատ խաղա, որ սիրելի լինի։ Հիմա արդեն մեծ տարիքում ես չեմ ուզում, եթե անգամ այն կողմից քայլել լինի, երբ որ ես դրա կարիքը ունեցել եմ, իմ մաման ձեր աջակցության կարիքը ունեցել, դուք չեք եղել։ Կարծրատիպեր ամենից շատ ստեղծում են այն մարդիկ, որոնք խոսում են կարծրատիպեր կոտրելու մասին։ Խոսելով մի երևույթի կարծրատիպի կոտրման մասին, հակառակ երևույթը դարձնում են կարծրատիպ։ Շատ եմ տենց վիդեոներից նեղվում եւ ներվայնանում, որ եթե մենք պաշտպանում ենք կանանց, հետեւաբար պետք է պաշտպանենք բոլորին ու այլ կանանց հանդեպ չստեղծենք նոր կարծրատիպեր։ Երբևէ եղել է, որ հետո հետայաց հասկանաս, որ փորձելով կարևորել եւ խոսել այս մի երևույթի մասին, գուցե անցար ծաղրի սահմանը, գուցե դու ինքդ էլ ուրիշ սահման անցար։ Հիմա ես այդպիսի նյութ չի անի։ Ստացվում է, որ ես ինչ որ մեկի հանդեպ ատելության խոսք եմ ուղղորդում առանց իմ կամքի։ Մամա լինել ես շատ եմ ուզում։ Հիմա ընտանիք ստեղծելու մասին մտածում ես։ Ավելի շատ հա, քան չէ։ Էմոցիոնալ առումով հասունացել է մի պահ, որ ես կարգավիճակի փոփոխություն ուզում եմ։ Հաղորդման գործընկերներն են Լուսին օրգանիկ սմաշկի բնական խնամքը, իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան։ Դու ինչի մաս։ Լայֆրումում այսօր Զարա Ղազարյանն է, Mart of Blogging-ում հայտնի դարձավ body positive-ի եւ ֆեմինիզմի քարոզով։ Ողջույն Զարա։ Ողջույն։ Ես հիշում եմ տարիներ առաջ, թե դու ինչպես սկսեցիր body positive-ի քարոզը, որովհետեւ շատերի համար գուցե անակնկալ լինի, մենք հենց այդ փուլում միասին աշխատում էինք Թերթեմ Life-ում, դու մեկնեցիր Միացյալ Նահանգներ, վերադարձար ու գլխի վայր շրջվեց այն աղջիկը, որին մենք ճանաչում ենք։ Զրույցի ընթացքում կպատմենք մարդկանց, թե ինչ ճանապարհ անցավ Զարան գալու այդ body positive-ի քարոզանող աղջիկան, բայց մինչև Միացյալ Նահանգներ մեկնելը կարող ենք ասել, որ կտրուկ հակառակ կերպարն էր այն կերպարի, որը դարձար։ Ինչ տեղի ունեցավ Միացյալ Նահանգներում։ Ես չեմ վախենա այդ բառից, pick me, ինձ թվում դու էլ կհիշես, որ ես ժամադրության գնալուց առաջ ես հաց էի ուտում, որ ժամադրության ժամանակ հաց չուտեմ, ինչ որ sense այդ 20-ականների սկիզբն էր, ու այդ արտահայտությունը չեմ սիրում, բայց բավականին pick me էի, թե առհասարակ կենսակերպով, թե իմ հայացքներով շատ համակարգին հարմարվող էի, շատ չասեմ տղամարդահաճո էի, բայց առհասարակ մարդահաճո էի։ Եթե ինչ-որ մեկը զգում է ինձանից պակաս խելացի է, ես միանգամից միացնում էի իմ հիմար ռեժիմը, հնարավորինս անտեղյակ էի ձևանում, ուղղակի որովհետև ուզում էի, որ այդ մարդը լինի խելացի, լինի ճիշտ, ես կարեի սխալ բաներ ասեի, ուղղակի զուտ, որ ուզում էի այդ ինձ շրջապատող մարդիկ իրենց լավ զգան,
բայց միաժամանակ այդ իմ համար ինչ որ sense կերպար էր, որովհետև ներքուստ երբ որ իմ հետ ինչ որ խտրական դեպքեր լինում կամ ինչ որ բանի էի բախվում, որը անարդար էր իմ համար, միշտ խոսում էի, հասկանում էի, որ մի բան այն չի, բայց ես ինքս էի փորձում հարմարվել համակարգին, որտեղ մտածում էի այտենց ավելի հեշտ կլինի, քան համակարգը փորձեի հարմարեցնել ինձ։ Միացյալ Նահանգներ երբ որ գնացի, սեմինարի նման բան էր, կրթական ծրագիր էր, երբ որ այդտեղ տեսա կանանց, ովքեր կոնվենցիոնալ ստանդարտներով, հայտ իրանք Հայաստանում լինեն, իրանք օրինակ եթերում չէին հայտնվի, որովհետև համենայն դեպս այդ տարիներ, որտեղ կոնվենցիոնալ ստանդարտներ են սիրուն չէին կամ կոնվենցիոնալ ստանդարտներ չէին համապատասխանում ինչ-որ բաների, ու երբ որ ես տեսա հնարավոր է լինել այդպիսին, հնարավոր է դեմ գնալ համակարգին, հնարավոր է համակարգը փորձել հարմարեցնել քեզ ու հաջողության հասնել, այլ ոչ թե փորձել տղամարդա հաճո լինել արհեստականորեն այնպեսին ինչպեսին դու չես, որ փորձես քո համար ճանապարհ հարթես։ Ու իմ գլխավոր նպատակը հենց այդ աղջիկներին ասել, որ անպայման չի մենք լինենք այնպեսին ինչպեսին մեզանից համակարգն է պահանջում, որ օրինակ հաջողության հասնենք։ Այդ այնքան կարևոր էր այդ օրինակը տեսնելը։ Ես հիմա ուզում եմ լիարժեք քո օրինակի մասին խոսենք, տես հետաքրքիր մի բան կա, հա, այստեղ։ Դու միշտ այդպես ոնց ճիշտ բացատրեմ։ Հանգիստ բացատրի ոնց ուզում ես։ Ամեն դեպքում դու ինքդ էլ նշեցիր, հա, որ կերպարով իսկապես շատ հեռու էր այն կերպարից, որը ձևավորվեց հետո, բայց ինչն է հետաքրքիր, աղջիկ, որը փորձում էր ամեն կերպ համապատասխանել հասարակական ստանդարտներին, որոնք թվում էր, որ կային, մենք երբեք քեզ չենք տեսնի առանց շպարի։ Ճիշտ է, առավոտ ժամը 7-ին զարթնում էի, կոնկրետ շպարվում էի, որ ժամը 11-ին մատնայդ կտամ, մտնեմ դերդեյեմ։ Ու չի ալարում հիմա սպանեն չեմ անի, առիթ եմ ման գալիս չշպարվելու համար, բայց այն ժամանակ այդ էնտուզիազմը կար։ Ես մտածում եի, որ ես առանց շպարի տգեղ եմ, որ առանց շպարի անտեսք եմ եւ առհասարակ սխալ է առանց շպարի դուրս գալը տնից։ Կոնկրետ տոն էի դնում, ուղղակի չէի շպարվում, չգիտեմ ես կգտնեմ այն թվականների նկար իմ մոտ թե չէ, բայց ես կոնկրետ տոն էի դնում առավոտը։ Անկամ եղել է որ ես թարթիչներ եմ դրել, չեմ ալարել, ես առավոտը այդպես թարթիչներ էի կպցնում ու գալիս էի գործի։ Եվ դրանից հետո, երբ դու սկսեցիր քո բլոգը վարել, միանգամից ի հայտ եկավ Զառան, որը սկսեց չշպարվել։ Այդ առաջին փուլում, երբ որ առավոտյան 7-ին արթնացող եւ 3 ժամ մեյքափ անող աղջիկը որոշեց, որ ինքը առանց մեյքափ է ներկայանալու։ Սա նաև բլոգի կերպարին համահունչ լինելու համար էր, թե դա մի ազատություն էր, որը դու իրոք այդ պահին ձեռք էիր բերել ու ուզում էիր վայելել։ Դա իմ համար սենց ինչ որ կաղապարից դուրս գալ էր, ինչ որ շունչ քաշել էր, որովհետև սենց ես ունեի այդ սենց մի հատ որ շունչ ես քաշում, ես չեմ քննադատում բնականաբար օրինակ առավոտից շպարվող կանանց քավլիցին դիլորև նորմալ է։ Ես խոսում եմ այն մասին, հա, ընտրություն է, ես էլ եմ այդպեսին եղել, հետո որոշել եմ, որ չէ։ Բայց սենց իմ համար սենց անկեղծ ես ֆիզիկապես զգում էի, թե ոնց եմ ես շունչ քաշում, թե ոնց է իմ համար այդ ամեն ինչը սենց հանգստություն, թեթևություն, առանց դիմահարդարման, հատկապես որ ասում էին, «Ոայ, առանց դիմահարդարման, ինչ լավ է, սիրուն ես» կամ լինում էր, որ ասում էին, «Հիվանդ ես», այնքան չէին տեսել ինձ չդիմահարդարված։ Այսինքն այդ երկու կարծիքներն էլ իմ համար սենց նոր էր, ընդունելի էր։ Զարա, բայց որպես կանոն, երբ մենք երկար ժամանակ ունենում ենք կյանքի որոշակի ոչ, մեզ դժվար է լինում հակառակին հարմարվելը, որովհետև կանայք նաև հայլու մեջ սեփական արտաքինը ընդունելու խնդիր ունեն, ու սա ես տարիների ընթացքում հասկացել եմ, որ որևէ կապ չունի մարդու գեղեցիկ լինելու հետ։ Ամենագեղեցիկ աղջիկները նույնիսկ կարող է հայլու մեջ այնպիսի թերություններ գտնեն, որ դու մտածում ես լավ աչք ունի այս աղջիկը թե չէ ոնց է գտնում այդ թերությունները ու երբ համացանցում ես առաջին անգամ տեսա քո առանց շպարի նկարները զարմացել եմ որովհետև դա հենց այն շրջանն էր երբ մենք ամեն օր տեսնում էինք իրար հեռավոր պատկերացում անգամ չեմ ունեցել որ դու հնարավոր է ունենաս մաշկային խնդիր որովհետև ես միշտ քեզ տեսել եմ իդեալական մաշկով ես ենթադրում եմ որ ներքին ուժ էր պահանջվում որպեսզի դու քո մեջ հաղթահարեիր դա որովհետև մի բան է երբ մենք ինչ որ թեզեր ընդունում ենք ու հասկանում ենք ճիշտ է, մի ուրիշ բան է, երբ մենք քայլ ենք անում։ Այդ շրջանում, երբ դու միանգամից որոշեցի, որ առանց շպարի կներկայանաս, կարողանում էիր քեզ միանգամից ընդունել, թե առաջին փուլում դու նաև
էտապ անցար, որպեսզի քեզ ընդունես։ Չէ, կոնկրետ էտապ անցա եւ այդ ժամանակ COVID-ի շրջաններ մի քիչ ավելի սենց հեշտ տրվեց, բայց դրանից առաջ էլ էի արդեն ինչ որ քայլեր անում փոքրիկ։ Մամաս է շատ ծանր տանում, ասում ինչ ա կատարվում քո հետ, սենց որովհետեւ իր համար էլ էր դա նոր, բայց ես հասկացա, որ ուղղակի անհնար է հավերժ խաղալ, անհնար է հավերժ կերպարի մեջ լինել, ինչ որ պահի մեր իրական տեսակը դուրս է գալիս, դու չես կարա հավերժ լինես այնպիսին, ինչպիսին դու չես։ Այս այնքան sense կարևոր գիտակցում էր, որ ինձ տվեց sense մի յուրահատուկ ազատություն ու այդ շունչ քաշելու հնարավորությունը։ Ես շատ երկար ժամանակ միշտ պայքարել եմ մաշկային տարբեր խնդիրների դեմ։ Ինձ թվացել է մաշկի խնդիր ունեմ այս աշխարհում մենակ ես։ Չգիտեմ ինչի ես տենց եմ մտածել միշտ։ Ամաչել եմ, ահա որ ամաչում ու ահա որ բարդույթավորվում է ես այդ խնդրից ու երևի 17 տարեկանից մինչև մի 5 տարի շարունակաբար ես այդ խնդիրը ունեցել եմ։ Մեկ օր չեմ տեսել իրեն մաշկային խնդրով։ Որովհետև լավ փակում է այդ էր խնդիրը ու երբ որ այդ ամբողջ ժամանակահատվածում ես բուժել եմ, ինչ որ փորձեր եմ արել, բայց հետո եկել եմ սխմել եմ կամ փակել եմ, sense ինչ որ մի կողմից սխմում էի, մի կողմից լավ փակում էի ու այդ հոգեբանական այդ չընդունելու վիճակները, որ ես հաշտ չէի իմ հետ, նյարդային խնդիրները, որովհետև մեյքափը մաքր էի շատ ուշ քնելուց ու sense տեսնեի նորից ներվայնանայի դրանից, նորից կոմպլեքսավորվեի, իմ մաշկային խնդիրները սկսեցին լուծվել այն ժամանակ, երբ որ ես սկսեցի չշպարվել, ավելի հոգեպես հանգիստ վերաբերվել դրան, ընդունել այդ խնդիրը, բայց ընդունել չի նշանակում չլուծել, լուծման ուղղությամբ ոչ մի բան չանել։ Ես ընդունեցի, որ կա խնդիր, ու այս խնդիրը պետքա լուծել։ Վերջ։ Ու արդեն ավելի առողջ տարբերակով, ոչ թե ընդդեմ իմ մաշկի, ընդդեմ իմ անձի պայքարելով, այլ հանուն իմ առողջության, հանուն իմ ներքին կոմֆորտի, հանուն այդ առանց դիմահարդարման դուրս գալու, հանուն այդ ամեն ինչի, ես սկսեցի ավելի առողջ ձևով այդ խնդրի լուծումը փնտրել, քան օրինակ իմ համար խնդրի լուծում էր տոնայինը քսում ենք, վերջ չի երևում։ Իմ պատկերացմամբ այդ էր խնդրի լուծումը, բայց հետո երբ որ հասկացա ավելի լավ է չամաչել, նորմալ է, մաշկի խնդիր ունենալը, չեմ ասում լավ է կամ չգիտեմ մի բուժեք, նորմալ է այդ առումով չեմ ասում, բայց բնական է, մենք օրգանիզմ ենք, ունենք հորմոններ, ունենք, չգիտեմ, նյարդային համակարգ, լիքը բաներ է կատարվում մեր օրգանիզմում ու նորմալ է ունենալ որոշակի մարմնային փոփոխություններ, մաշկային փոփոխություններ, ուղղակի պետք է այդ ամեն ինչի հետ լինել հաշտ, չտրվել մեկնաբանություններին, որ ոչ ես բուժում, այդ կատաստրոֆա է ուղղակի։ Կամ փոփոխություններ, որոնց գնալը արդեն ենթադրում է ինքդ քեզ սիրել, որովհետև երբ դու բուժում ես խնդիրը, որը կա, նշանակում է դու քեզ սիրում ես այնքան, որ պայքարում ես դրա դեմ։ Երբ դու ուղղակի թաքցնում ես խնդիրը արտակնապես, բայց դու ապրում ես այդ խնդրի հետ, նշանակում է, որ դու սիրում ես բոլորին, ովքեր կտեսնեն, որ խնդիրը չկա, բայց չես սիրում քեզ, որ երեկոյան շպարը մաքրելու ես եւ տեսնես, որ խնդիր կա, որի դեմ դու չես պայքարում։ Այդ փուլում իրականում ինչքանով դու սկսեցիր իրապես սիրել քեզ։ Իմ մոտ ասես բեկումնային պահը եղել է այն, որ ես որոշեցի հրապարակել, հետո կանանց խմբում, սկզբում Facebook-ի կանանց խմբում հրապարակեցի, հետո կարդացի սարսափելի վատ մեկնաբանություններ, փնթի, այս խնդիրն է, այն խնդիրն է, բա կինը տենց բան կանի, բա ինչի է այդ խնդիրը, ուրեմն մի բան այն չէ կանում, կանանց կողմից, մի հատ տենց սարսափելի նեգատիվ ուղված ինձ, իմ մաշկային խնդրին, որը ինչ որ տենց չգիտեմ ինչ չի, իմ մոտ այդ պիկը հիասթափության եղել է այդտեղ, հետո դրանից հետո արդեն ես հասկացել եմ, որ ես չեմ ուզում այս կանանց ձայնը այս ֆորմատով, նեգատիվ այլ կնոջ վիրավորելու ֆորմատով, մաշկային խնդրի համար պիտակավորելու ֆորմատով լինի լսելի, դրա համար պետք է ավելի բարձր խոսալ այս կողմի մասին, որ եթե անգամ այդ իմ խոսալով չստվերեմ իրանց, գոնե հակակշիռ լինի, որովհետև չի կարա միակողմանի լինի։ Ինձ դրական բան մենակ գրել էր Նինան Տիտանյան, ես ճանաչում ծանոթացել ենք այդ կանանց խմբից ու վերջ։ Բոլորը աշխարհի նեգատիվ, վիրավորական բաներ առանց ինձ ճանաչելու։ Ուղղակի, որովհետև ես
ինքդ քեզ սիրելու մասին հրապարակում էի արել եւ երևում էր իմ ակնեն։ Այդ ինձ տվեց sense մի հատ մոտիվացիա ու ես դրանից հետո սկսեցի աշխատել այդ ուղղությամբ, որ ինքս ինձ սիրեմ ու այդ սիրո այդ ֆորմատը փոխանցեմ նաև այլ աղջիկներին, բարձրաձայնեմ այս թեման, որ ես էլ ունեմ այդ խնդիրը կամ չգիտեմ, ես էլ եմ ունեցել այդ խնդիրը, հաղթահարել եմ, ոնց եմ հաղթահարել, չամաչելով, առողջ լուծումներ փնտրելով։ Զարա, մաշկային խնդիրների պարագայում երևի թե ամենակարևորը մաշկի տիպին համապատասխան ճիշտ խնամքի միջոցներ ընտրելն է եւ ամեն խնամքի միջոցից չօգտվելը, որովհետեւ ցավոք շուկայում տարբեր տեսակի քսուկներ կան, որոնք ավելի մեծ վնաս են հասցնում, քան օգուտ։ Երբեմն ավելի լավ է չօգտագործել անհայտ ծագման քսուկներ, քան օգտագործել եւ վնասել ձեզ։ Ես գիտեմ, որ դու ինքդ քո մաշկը ճանաչելով եւ քո մաշկի տիպը ճանաչելով անցար նաեւ այդ փուլը քո կյանքում եւ մաշկդ բերեցիր այն տեսքին, որը որ ուզում ես։ Իմ գործընկեր Լուսին Օրգանիկսը ներկայացնում է բնական պրոդուկտներ, քեզ համար հատուկ ընտրել ենք այնպիսի քսուկներ, որոնք որ քեզ օգտակար կլինեն։ Հակաբորբոքային երիցուկի հիդրոլատ-տոներ, որը հանգստացնում է մաշկը եւ յուղոտ եւ կոմբինացված մաշկի համար գիշերային եւ ցերեկային քսուկներ, կարծում եմ, որ շատ գոհ կմնաս, իհարկե յուրաքանչյուր մաշկ ինքն է նաև ընտրում իր խնամքի միջոցները, բայց կոնկրետ իմ պարագայում, երբ ես օգտագործեցի Լուսինը, շատ զարմացած էի, որովհետև հայկական արտադրության շատ որակյալ եւ բնական հումքով խնամքի միջոցներ են, որոնք ինձ համար կոնկրետ շատ նպաստավոր են եղել, շատ ուրախ կլինեմ, կարծում եմ, որ քեզ համար էլ օգտակար կլինեն։ Սիրով, հատկապես երիցուկի հիմքով խնամքները ֆանտաստիկ լավն են ու ես սիրով կօգտագործեմ։ Սիրով։ Դու առհասարակ քո ներսում մի քիչ բունտ ունես։ Քեզ այս ամեն ինչի մեջ հետաքրքրեց հակադրությունը հասարակարգին, թե իրականում դու ուզում էիր, որ ճանաչեն են ներսի Զարային, որին դու այնպես էիր թաքցրել, որ ոչ ոք չէր պատկերացնում, որ Զարան կարող է նաև այդպեսին լինել։ Երևի թե համակարգին դեմ գնալը, թե ինչ որ առումով սենց վրեժ լուծել այդ համակարգից ու թե նաև իմ օրինակով այլ աղջիկներին ասելը, որ պետք չի համակարգին հարմարվել, հնարավոր է համակարգը փորձել հարմարեցնել ձեզ։ Այս շատ կարևոր ու թիրախային միտքեր իմ համար, բայց նաև ինձ դուր է գալիս հենց այն միտքը, որ հնարավոր է ինչ որ մի բանի, իհարկե արդարացված կերպով դեմ գնալ, որովհետև եղել է ժամանակ, հիմա այսօր հիշում եմ, ես ամաչում եմ, ես հիմար եմ ձևացել կամ ինչ որ հարցերում ես ասել եմ, օй չգիտեմ, սենց հիմարիկի նման եմ ինձ բալ, որտեղ ես մտածել եմ, որ տենց ճիշտ է, ես մտածել եմ, որ ես եթե այդպեսին լինեմ, ես կսիրվեմ, ինձ կպաշտպանեն, եթե ես արհեստականորեն տղամարդկանց ֆոնին փորձեմ ասել, ոյ ես սա չգիտեմ կամ ինչ որ բաներ սխալ ասեմ, իմ մոտ տենց եղել է դեպքեր, ինչ որ սենց հիմարիկ կերպարի մեջ մտնել, այն դեպքում երբ որ ես այդ չեմ եղել, բայց ես փորձել եմ այդ ձևով իմ տեղը գտնել, բայց հետո հասկացա, որ հնարավոր է լինել այնպես ինչպեսին դու կաս եւ գտնես քո տեղը, իսկ եթե այդ տեղը չեն տալիս, դու ընդվզես ու նվաճես այդ տեղը, որովհետեւ այն ինչը մեզ չեն տալիս, եթե մենք դա ուզում ենք, մենք պետքա նվաճենք այդ տեղը։ Ու իմ համար այնքան ամոթ եւ ծիծաղելի է այս էտապում, երբ որ ես հիշում եմ, տնօրեններից մեկի հետ հանդիպման էինք, նորից լրագրողի աշխատանքի համար էր, ու ես որոշեցի, որ ավելի լավ է ես ինչ որ բաներ սխալ ասեմ, այն դեպքում որ ես գիտեի դրանց, թե ճիշտ արտասանությունը, թե պահվածքը, փորձեմ sense շատ ինչ որ անօգնական աղջկա կերպարի մեջ լինեմ, որ ինձ օգնեն, որ պաշտպանեն, որ ես այդ տեղը ավելի լավ նվաճեմ, որտեղ եթե դու խելացի աղջիկ լինես, կարող է եւ այդ տեղը քեզ չտան։ Ես տենց եմ մտածել։ Զարա, իսկ ինչպես էր քո մեջ ձևավորվել այդ կերպարը, որը մտածում էր, որ եթե հիմարիկ ձևանա, ավելի շատ հնարավորություններ կունենա աշխատանքում կամ անձնական կյանքում, որովհետև տես եթե առաջին օրինակն է այդ անձնականի մասին էր, երկրորդ օրինակը արդեն աշխատանքին էր վերաբերվում։ Ինձ թվում է առհասարակ անպայման չի ուղիղ ասել,
տարիների ընթացքում այտենց կաթացնում են ինչ որ ստանդարտների էս բախվում, ինչ որ կարծրատիպեր էս տեսնում, ու այդ ամեն ինչի արդյունքում աղջկա մեջ ձևավորվում է մի հատ կերպար, որը մտածում է, որ հիմարիկ լինելով հանդերձ ավելի հեշտ է ապրել, քան խելացի, որ տղամարդիկ վախենում են խելացի կանանցից, ասենց այդ ես չեմ ասում, այդ կարծրատիպ է դա, որ եթե ինչ որ հարցերում այդպիսի, եթե հիշենք Մերլին Մոնրոյի կերպարը, ինչի ինքը տենց բումարեց եւ սիրվեց, որովհետեւ դա մի կերպար էր, էկրանային կերպարի մասին է խոսքը, որը անօգնական էր, որը հիմարիկ էր, տղամարդիրը կողքին ավելի ուժեղ էր զգում, այլ ոչ թե լինել մի կին իրապես ուժեղ, որի կողքը կլինի իրենից ուժեղ տղամարդ, այլ ոչ թե տղամարդը կփորձի ուժեղ լինել կնոջը արհեստական թուլացնելու արդյունքում։ Երևի թե այդ կարծրատիպերը տարիների ընթացքում այդպես կուտակվել է ու նաև այս ամեն ինչին ես կապում եմ նա, որ ես բացարձակ ոչ տղամարդկային միջավայրում եմ մեծացել, այսինքն իմ կյանքում տղամարդու օրինակ որպես այդպեսին չի եղել, նաև տենց կապում են դրա հետ, ես չգիտեմ կապված է թե չէ, ես առանց պապայի եմ մեծացել, ես իմ պապային բացարձակ չեմ տեսել ու այդ ամեն ինչը ինչ որ ազդեցություն ինձ թվում է ունենում է պաշտպանված զգալու, պաշտպանություն փնտրելու մեջ։ Հիմա չէ, բայց 20-ականների սկզբում վստահ եմ, որ կար, ուղղակի չէի գիտակցում։ Այսինքն այն ժամանակ քեզ թվում էր, որ եթե դու ունենաս տղամարդու աջակցություն եւ թիկունք, քեզ ավելի լիարժեք կզգաս։ Հա, ես այդ միշտ մտածել եմ բացառությամբ վերջին տարիներին, որովհետև նաև սոցիումներ այդ ինձ պարտադրում։ Ես այնքան եմ լսել այդ արտահայտությունը, որ եթե աղջիկը պապա չունի, ինքը մի քիչ ավելի ուշադիր պետքա լինի, որովհետև անկախ քեզանից այդ բարոյականության հետ կապված պիտակները մեր սոցիումում կպցնում են աղջկան, եթե ինքը անհայր է մեծանում, այսինքն դե անհեր աղջիկ է, քանի ուզող կա ամուսնացրեք, անտեր է, այդ արտահայտությունն եմ ես շատ լսել, երբ որ առանց պապա ես մեծանում ու աղջիկ ես, այդ շատ դժվար է, չգիտեմ ինչի, շատ քիչ են խոսում դրա մասին, որ հայրիշխանական համակարգում առանց պապա մեծանալը աղջկա համար շատ դժվար է ու շատ մարտահրավերներ կան։ Ես քեզ շատ լավ հասկանում եմ, որովհետև ինքս մեծացել եմ առանց հայր ու այդ բարիերը հաղթահարելու կարիք ինքս էլ ունեցել եմ, որովհետև միշտ կա այդ մոտեցումը, որ դե եթե առանց հայրա մեծացել, հավանաբար սխալ ճանապարհով կգնա, բայց առհասարակ կյանքի ընթացքում դու ինչը կընդունես եւ ինչը քեզ համար կդառնա գլխավոր, արդեն դու ես որոշում, հա, այսինքն ինչ որ առումով նաեւ քեզնից է կախված, որ դու դա բերել ես քո կյանքի կենտրոն, որովհետեւ դες օրինակ ես ինքս դա հաղթահարել եմ, բարդ փուլերը պատկերացնում եմ, բայց դա երբեք կենտրոնական միտք չի եղել իմ կյանքում։ Եվի դեռահասական տարիներին 1-2 տարի առավելագույնը, բայց ոչ շատ։ Առհասարակ մենք ենք որոշում ինչի վրա կենտրոնանալ ու հենց այդ մեր կենտրոնացումների հիմքում մեր հոգեբանությունն է։ Ուզում եմ հենց քո օրինակի մասին խոսել, ոչ թե հասարակության մեջ ընդունված երևույթների եւ այլն, այլ ինչու էր Զառան որոշել, որ կկենտրոնանա այդ մտքի վրա, որովհետև վստահ եմ, որ դրան զուգահեռ կային շատ մարդիկ, որոնք հիանում են, որ օրինակ Զառան շատ լավ է սովորում, Զառան ինչ որ հաջողություններ ունի, բայց կարող է Զառան հիմա դժվարությամբ հիշի այդ դեպքերը, բայց եթե փորձի հիշել, վստահաբար կհիշի։ Ես մենակ հիշում եմ, որ ես ահավոր, չգիտեմ ինչի, ահավոր ամաչում էի, որ ես պապա չունեմ, ու այդ մասին ես բացարձակ չէի խոսում, երբ որ հոր թեմայով կամ ինչ որ նման թեմայով բաներ լինում, ես ուղղակի դասի չէի գնում, դասերին ու դե մամաս մեր դպրոցում էր աշխատում, ինքս շատ ըմբռնումով էր մոտենում, հասկանում էր, մի քիչ էլ այստեղ դասատուների հոգեբանության խնդիրը կար, որովհետև ես հիշում եմ, էլի կարոտ բանաստեղծություն կար, հենց հորը նամակ գրելու հետ կապված էր, երբ որ բանաստեղծությունը անցնում ենք, շատ sense ոչ կոռեկտ եւ ոչ նրբանկատ, ավելի շատ կոռեկտ չէ, ոչ նրբանկատ արտահայտություն արեց մեր ուսուցչուհին ու ամբողջ դասարանի մոտ ես ինձ ահավոր վատ զգացի ու սկսեցի հիմա տենց կոնկրետ չեմ հիշում բառացիորեն ինքը ինչ ասեց, բայց ոնց որ տպավորություն էր, որ ես առանձնացա դասարանի ֆոնին, որովհետեւ դա մի բան էր, որը պապայի հետ էր կապված, ես չունեմ պապա, ինչ որ sense իրավիճակ էր, որից ես հիշում եմ շատ դիսկոմֆորտ էր ինձ ու երևի միակ դեպքն է եղել, որ ես բոլորի ներկայությամբ լացել եմ դասարանում ու այդ չասեմ տրավմա, բայց իմ մոտ
Շատ ինձ խոցելի է զգում այդ պահին ու մի քանի օր ես չի ուզում գնալ դպրոց, որովհետև նաև էդ էլ է կարևոր, թե ուսուցիչները ինչ դիրքորոշում ունեն, հետո մտածում եմ, ասում հա որ, բայց ախր ես մեղավոր չեմ, օրինակ այդ սիտուացիայում, ես ինչի եմ ինձ վատ զգում։ Իհարկե այդ տարիների աշխատանք պահանջեց ինձանից, որ ես ընդունեմ, որ այնպես չի կամ բաներ, որոնք պապա ունեցող աղջիկներին ներելի են, իսկ պապա չունեցող աղջիկներին ներելի չեն։ Երևի 22-23 տարեկանում ես լիովին ազատվեցի այդ կարծրատիպերից, այդ բարդույթից, այնպես չի, որ այդ թեման իմ համար շատ կենտրոնական է եղել, որովհետև ես շատ sense ասեմ հումորով եմ վերաբերվել դրան, էդ էլ է պաշտպանական մեխանիզմ, ինչ որ sense ցինիկ արտահայտություններ եմ ինձ թույլ տվել այդ թեմայի հետ կապված, բայց էլի պաշտպանական մեխանիզմ է եղել այդ ամեն ինչը, բայց փորձել եմ այդ ձևով այդ թեման ես հաղթահարեմ, երևի ամբողջովին հաղթահարել եմ մի 10 տարի առաջ։ Առաջին գիտակցումը, որ պապա չունես, երբ եկավ ու ինչպես անցար դա։ Իմ մաման շատ ահանգիստ այդ թեմաներով իմ հետ մշտապես խոսել է։ Երևի 10 տարեկանում, 9 տարեկանում, այսինքն ես էլ ինչ որ մի բան միշտ հասկացել եմ, բայց երբեք ուղիղ հարց չեմ տվել մամայից։ Ամեն ինչ շատ օրգանիկ եմ հասկացել, երբեք չենք խոսել այդ թեմայով։ Մամաս հա ինչ որ բաներ փորձել է ասի, նրբանկատորեն եւ այլն, բայց ուղիղ հարցեր ես երբեք այդ թեմայով մամայից չեմ տվել, բայց ինչ որ պահի ես հասկացել եմ, որ չկա։ Իմ մաման ինձ շատ դրական է մշտապես արտահայտվում, միշտ դրականն է պատմում, ամեն առումով, ինչքան էլ ես իմ պապայի կողմի հետ իրենց իսկ ցանկությամբ որևէ շփում չունեմ, չգիտեմ, այդ մարդիկ չեն ուզել իմ հետ շփվեն, որևէ կապ ունենան, ես էլ շատ օքեյ եմ այդ թեմային ու շատ նռվայնացել եմ, երբ որ իմացա մամաս վերջի զանգին առանց իմ հետ խորհրդակցելու զանգել էր իմ պապայի քրոջը, չասեմ հորաքրոջը, բայց այդ կնոջը զանգել էր եւ ասել էր, որ գան ու իրանք ինչ-որ պատրվակով մերժել էին, որ ես որ իմացա նենց էի ջղայնացել, ես երբեք չեմ դրամատիզացրել, չեմ ռոմանտիզացրել այդ թեմաները, այսինքն չգիտեմ ինչ արյուն եւ այլն կապ բան, ու ահա որ ներվայնացա մամայից վրա, որ առանց իմ հետ քննարկելու ինքը կապի է դուրս եկել եւ հրավիրել, որտեղ այդ մարդիկ ուղակի արժանի չէին ներկա գտնվել իմ վերջին զանգին, ու մնաց զանգեն հրավիրատոմ սուղարկեն, հրավիրեն հատուկ ու իրանք չգան։ Զարա, իսկ հայրիկի բացակայությունը քեզ համար արդարացված էր։ Ես ինչ որ նեղացածություն ունեցել եմ, իմ պապան շատ երիտասարդ տարիքում մահացել է։ Ու ես ինչ որ իմ մոտ կար այդ նեղացած վիճակը, վիրավորվածությունը, որտեվ ինչ որ սիտուացիա է եղել։ Ու այդ վիրավորվածությունը իմ մոտ ասենց ինչ-որ հետք էր թողել, ես երևի էլ եմ ասում 10-11 տարի առաջ էր, որ ավելի տենց խորը սկսեցի այս թեմայով մտածել, ուղղակի բաց թողեցի այդ սիտուացիան ու հասկացա, որ բնականաբար այդ մարդն էլ չի ուզել, որ տենց լինի, տենց ու փորձեցի անցկացնել այդ վիրավորվածությունը։ Մահացած մարդուց նեղացածությունը կարող է լինել, եթե դա գիտակցված ընտրություն է։ Չէ, գիտակցված ընտրություն, կարող եմ ասել, որ գիտակցված ընտրություն չի եղել, բայց եղել է իրավիճակ, որը կարող եւ չլիներ, ես կարծում եմ, տենց չեմ ուզում կոնկրետ պատճառը ասել, բայց ինչ որ սիտուացիա կար, որ կարող եւ այդ սիտուացիան ուղղակի չլիներ ու իմ պապան լիներ իմ ու մամայիս կողքին, այլ ոչ թե իմ մաման տենց մենակ մնար երախու հետ։ Դու քանի տարեկան էիր, երբ հայրդ մահացավ։ Երևի 1 տարեկան էլ չեմ եղել։ Հիշողություն բացարձակ չկա, բայց այդ հասկանալը, որ չկա, խորանալը, ինքնուրույն ինչ որ բաներ հասկանալը, ինչ որ բաներ պատկերացնելը, ինչ որ բաներ եզրակացնելը, ինքնուրույն մանկական այդ երևակայության մեջ բնականաբար բարձա հասուն տարիքի մասին չի խոսք, այդ մանկական նեղացածությունը, հատկապես որ հունվարի 6-ին է մահվան օրը ու չնայած այդ հանգամանքին երբեք նոր տարին իմ համար չի եղել, էլի կամ Սուրբ Ծնունդը,
հրաշքի ինչ որ բան չի դադարել իմ համար լինել, բայց ինչ որ sense նստվածքը իմ մոտ կար։ Հիմա չանցել է այդ նեղացվածությունը։ Ես հիմա ավելի գիտակցված եմ մոտենում, որ լինելու բանը ուղղակի պետքա լիներ անկախ նրանից, թե այդ մարդը ինչ գործողություններ է արել կամ չի արել։ Սարա, իմ գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկայի կողմից քեզ նվեր քարտ։ Իմպլանտումը առաջատար ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկա է Հայաստանում։ Հայաստանի գլխավոր ստոմատոլոգն է հիմնադիրը։ Չգիտեմ ստոմատոլոգիան կընտրես թե կոսմետոլոգիան կընտրես, բայց վստահ եմ, որ օգտակար ծառայություններ կգտնես։ Իմիջիայլոց կոսմետոլոգիական կլինիկան նաեւ ընդլայնվել է եւ նոր է բացվել, ղեկավար է Ելենան Ադամյան, շատ կարեւոր հատկանիշ ունի, ինչի ինձ համար ամենակարևորն է կոսմետոլոգիական ոլորտում չի դադարում կրթվել։ Թեպետ բժշկական համալսարանի դասախոս է, բայց ինքը անընդհատ մեկնում է արտերկիր, վերապատրաստվում է, կրթվում է, ինչը երևի թե ամենակարևորն է այս ոլորտում։ Համաձայն եմ, սիրով միանշանակ կոսմետոլոգիական ծառայություններից ինչ որ մի բան կընտրեմ եւ կգնամ։ Սիրով։ Իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկայի կոսմետոլոգիական ճյուղն արդեն գործում է որպես առանձին էսթետիկ կենտրոն։ Բացվել է իմպլանտում էսթետիկ կենտրոնը, որտեղ լինելու են ավելի լայն ծառայություններ, ընդլայնվել է գործունեությունը, ներգրավվել են նոր մասնագետներ, գնվել են նոր սարքավորումներ, այնպես որ եթե ունեք որոշակի էսթետիկ խնդիրներ, ոչ միայն էսթետիկ, այլև բուժական խնդիրներ, կարող եք դիմել իմպլանտումին։ Կլինիկայի հիմնադիր Ելենա Ադամյանը մեզ կպատմի իմպլանտումի ընդլայնված կոսմետոլոգիական գործունեության մասին։ Ողջույն Ելենա։ Ողջույն Ամալիա։ Ինչ գործունեությամբ է ներկայանում իմպլանտում էսթետիկ կենտրոնը։ Երբ մեր կլինիկայում հիմնադրվեց կոսմետոլոգիայի բաժանմունքը, թաքուն մեր մտքերում, ունեինք, որ պետք է անպայման ունենանք մեծ կլինիկա, բայց ձևաչափի մասին դեռևս չգիտենք, չէինք կողմնորոշվում եւ տարիների փորձը, բուժառուների հարցադրումը եւ խնդիրները մեզ ստիպեցին մտածել այսպիսի ձևաչափ բացելու, այսինքն ընդգրկելու ամբողջ դերմատոլոգիայի սպեկտրը։ Այստեղ ոչ միայն կիրականացնենք էսթետիկ բժշկական միջամտություններ եւ կոսմետոլոգիական միջամտություններ, այլև բուն մաշկաբանությանը վերաբերվող խնդիրներ, հիվանդություններ, ինչպիսիք են պսորիազը, սեբորեա, նաեւ տրիխոլոգիան է իր մեջ ներառված, մազաթափության հետ կապված ալոպեցիաներ եւ բազմաթիվ խնդիրներ, որոնք բերում են մազաթափության։ Այստեղ մենք ունենք կլինիկայում հատուկ սենյակ, որտեղ իրականացվելու է նաև մազերի փոխպատվաստում։ Նաև լինելու է պոդոլոգիա, որը իր մեջ ներառում է ոտնաթաթերի եւ ձեռքերի սնկային հիվանդություններ, եղունգների սնկային հիվանդություններ, նաև ներաճած եղունգների խնդիրներ։ Դուք մասնագիտությամբ դերմատոլոգ եք ու ըստ էության հնարավորություն եք ստանում շատ ավելի խորանալու ձեր մասնագիտության դերմատոլոգիայի տարբեր ճյուղերի մեջ։ Ըստ էության իմպլանտումը դառնում է նաև բուժական կենտրոն հենց մաշկաբանության տեսանկյունից։ Այո, անպայման բուժականը շատ շեշտադրված է այս պահին մեր կլինիկայում։ Նաև ունենք ախտորոշում։ Ես ինքս նաև լինելով ախտորոշիչ բժիշկ ռադիոլոգ, շատ կարևորում եմ նաև ախտորոշումը։ Այդ իսկ պատճառով մեր կենտրոնը ձեռք է բերել skin analyzer սարքը, այսինքն սկանավորող սարքը, որը մեզ հնարավորություն է տալիս մաշկի մասին ինֆորմացիա իմանալ եւ կազմակերպել ճիշտ բուժական պլան եւ իհարկե նաեւ նշանակել ճիշտ տնային խնամքը։ Մի քանի օր առաջ ես ձեզ մոտ ներկա էի նոր սարքի շնորհանդեսին, ըստ էության կենտրոնը համալրել եք նաեւ նոր սարքավորումներով։ Ինչ սարքավորումներ եք ներառել կենտրոնում։ Վերջերս տեղի ունեցավ մեր կլինիկայում Viora սարքի շնորհանդեսը։ Այս սարքը իսրայելական սարք է եւ դեռևս միակն է Հայաստանում։ Դեռևս ունենք միայն մենք մարմնի եւ դեմքի կորեկցիաների եւ երիտասարդացման մաշկի հետ աշխատելու շատ հնարավորություններ է այս սարքը մեզ տալիս։ Ունենք հայտնի մեր մաշկը ախտորոշիչ սարքը, ձեռք ենք բերել հիդրոմակրող սարքը, դա հայտնի է բոլորիս հոլիվուդյան մակրում իրականացնող, այսինքն ջրի հետ մեկտեղ անտիսեպտիկ նյութերով է իրականացնում, ատրավմատիկ մեթոդներով է իրականացվում մակրումը, բավականին խորը մակրում է իրականացնում եւ խորը նաեւ խոնավեցում է տալիս։ Դա ենթադրում է դեմքի խնամք, թե նաեւ մարմնի խնամք։ Ոչ, սա դեմքի խնամքի, պարանոցի եւ լանջաբացվածքի համար է նախատեսված։ Եվ ունենք նաեւ մեր պրեսոտերապիան, լիմֆոդրինաժ իրականացնող, այսինքն այդ
մատուցները օրգանիզմից հանող սարք, որը նաև բերում է ծավալի որոշակի փոքրացման։ Այսինքն նիհարեցման այլընտրանքային տարբերակ է։ Այո, մենք կենտրոնում նաև ունենալու ենք սննդաբան, ում խորհրդի շնորհիվ ունենալու ենք ճիշտ նիհարեցում եւ այս սարքերը օգնելու են, որպեսզի մենք նաև գեղեցիկ նիհարենք։ Այստեղ ունենք նաև նոր սենյակ, որը վիրահատական է, բայց որքան ես գիտեմ, իմպլանտումում վիրահատություններ չեք կատարում, թե ինչ-որ բան բաց եմ թողել։ Այո, ճիշտ է, մենք ունենք այժմ մանիպուլյացիան փոքր սենյակ, որը իրենից ներկայացնում է ստերիլ սենյակ, որտեղ իրականացվելու են այնպիսի պրոցեդուրաներ, որտեղ պետք է անպայման պահպանել այդ կանոնները, այդպիսիք են մազի փոխպատվաստումը, մարմնի ֆիլերները։ Մեր կենտրոնում իրականացվելու է ոչ միայն դեմքի էսթետիկ ներարկումներ, այլ նաև մարմնի էսթետիկ ներարկումներ են կատարելու բոտուլինոթերապիա եւ ֆիլերների միջոցով։ Եվ տեղային ազգայացմամբ իրականացվող փոքրիկ էսթետիկ միջամտություններ։ Ինչ միջամտությունների մասն է խոսքը։ Քանի որ իմ աշխատանքային process-ում շատ հաճախ են հնչում, չենք ուզում կատարել շրթունքի ագումենտացիա, ցանկանում են կատարել թեթևակի միջամտություն վիրահատական, դա բուլխորն է։ Այսուհետ մեր կլինիկայում կունենանք այդպիսի ծառայություններ, որոնք փոքրիկ կտրվածքների շնորհիվ հնարավոր է տեղային ազգայացմամբ ունենալ նաև փոքրիկ փոփոխություններ դեմքին։ Ելենա, դուք նաև դասախոսում եք բժշկական համալսարանում ու ինչպես հասկանում եմ, իմպլանտումում եւս սկսել եք ինտեգրել ուսուցման process։ Այո, ինչպես նկատեցիք, մենք ունենք դասասենյակ, այստեղ գալու են Երևանի Պետական Բժշկական Համալսարանի ուսանողները։ Ես դասավանդում եմ արդեն 11 տարի եւ շուտով նաև կլինեն նաև իմ անհատական ուսուցումները, արդեն ավելի նեղ մասնագիտական։ Շատ լավ, շնորհակալ եմ ու հաջողություն եմ մաղթում գործունեության նոր ձևաչափում։ Ես էլ եմ շնորհակալ։ Ելենայի ինստագրամյան էջն ու իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Կան ընտանիքներ, որտեղ նույնիսկ մահացած մարդու մասին շատ են խոսում ու երբեմն նույնիսկ տպավորություն են լում, թե դու ճանաչում ես մարդուն։ Ու կան ընտանիքներ, որտեղ որպես այդպեսին շատ չեն խոսում։ Դու ձևավորված պատկերացումներ, պապայի բնավորության, տեսակի մասին, նմանություններ եւ այլն ունես, թե որպես այդպեսին քո մեջ վերջնականապես ձևավորված չէ պապայի կերպարը։ Չէ, ես իմ համար ինչ որ կերպար ստեղծել եմ ըստ մամայիս պատմածների, ըստ պատմությունների, բնավորությամբ այդքան ինձ որ ասեմ շատ խոսել ենք եւ այլն, չէ, ինչ որ բաներ մամաս է պատմել, թե ինքը ինչքան սիրահարված է եղել իմ պապային, թե ինչ ռոմանտիկ պատմություն է եղել այդ ամեն ինչը, որ ինքը անկախ ամեն ինչից սիրում է իմ պապային, որ ինքը երբեք չի փոշմանել իր ընտրության համար, որ ես եմ ծնվել, ինչ որ sense բաներ, ու որ մամաս էլ անընդհատ ասում է, որ հրաշալի մարդ է եղել, շատ լավ մարդ է եղել, ուղղակի սիտուացիան է այդպես եղել, չգիտեմ, իմ մոտ ձևավորվել է, որ լավ մարդ է եղել։ Ես տենց եմ ինձ տրամադրում ու մեկ-մեկ sense շատ վատ մտքի վրա եմ բռնացնում, ասում եմ, տեսնես, լավ է, որ ես որպես այդպեսին իմ պապային չեմ հասցրել ճանաչել, ավելի հեշտ է ինձ տրվել հաղթահարել այս ամեն ինչը, թե վատ է, թե գուցե ես մեծանայի ավելի մեծ տարիքում դա լիներ, այդ իմ համար ավելի ցավոտ լիներ, ես ավելի խոցելի լինեի դրանից։ Շատ եմ։ Մի этап կար, որ շատ էի այս թեմայով մտածում, ասում էի, կարող է, բայց ավելի sense լավ չի ճակերտավոր ասած, որ օրինակ ես ընդհանրապես չեմ ճանաչում, գուցե ճանաչեի ավելի ցավ լիներ իմ համար, ավելի ցավոտ լիներ այդ կորուստը, չգիտեմ, sense մտորումներ իմ մոտ շատ է լինում, շատ եմ մեկ-մեկ խորանում այդ թեմայի շուրջ, բայց էլի եմ ասում, ինձ թվում է լինելու բանը պետքա լիներ ու եթե այդ ամեն ինչը չլիներ, ես չէի լինի, այնպեսին ինչպեսին հիմա եմ, չէի ապրեին կյանքը, որով ապրում եմ, գուցե ավելի լավ լիներ այդ տարբերակով, գուցե ավելի մի քիչ վատ լիներ, չգիտեմ, բայց սցենարներ միշտ մտածում եմ։ Ամեն դեպքում մենք ունենք կյանքից տրված այն իրավիճակները, որոնք որ ունենք ու ըստ այդ իրավիճակների արդեն ձևավորվում ենք ու ըստ այդ իրավիճակների որոշում ենք, թե ինչպես պիտի առաջ գնանք։ Մենք իրականում ոչ առաջին, ոչ վերջին աղջիկներն ենք, որոնք մեծացել են առանց հայր, բայց մի բան է, երբ դու որոշում ես, որ քո ամբողջ կյանքում այդ ցավը քեզ հետ կտանես, մի ուրիշ բան է, երբ դու ընդունում ես իրավիճակը եւ չեմ կարող ասել հաղթահարում ես թե ոչ, որովհետեւ կա մի բաց, որը ամբողջ կյանքում միևնույն է ուղեկցելու է քեզ, բայց միաժամանակ դու դա քո կյանքի կենտրոնը չես դարձնում։ Ինչպիսին էր այն շրջանը, երբ դու հասկացար, որ
պիտի ուղիղ նայես իրավիճակի աչքերի մեջ եւ բաց թողնես այն։ Իմ կյանքում եղել է этап, որ ես մտածել եմ, որ այս տղան իմ հետ օրինակ սենց չէր վարվի, եթե ես papa ունենայի։ Իմ papan կգնար իր գլուխը կջարդեր։ Այդ տենց շատ 19-20 տարեկանում երևի։ Ու երևի թե այդ պահն է եղել, որ ես մտածել եմ, որ ինչի ես չդառնամ այն մեկը, որը կարա իրան պաշտպանի այդ սիտուացիայում, որովհետև եթե ես այդ սիտուացիան բաց չթողեմ, ես անընդհատ կարճացեմ լինելու այդ մտքից ու լինելու եմ շատ ավելի խոցելի։ Իհարկե, այս մտքին հասնելու համար շատ երկար ժամանակ էր պետք, շատ գրքեր էր պետք կարդալ, աշխարհայացքն էր պետք մեծացնել, որ այս մտքին հասնեի, բայց ամեն դեպքում ինձ թվում է ստացվեց այդ մտքին հասնելը ու ելի եմ ասում, հենց այդ գիտակցումը ինձ օգնեց, որ ես չսպասեմ, որ ինչ որ մեկը գա ինձ օգնի, ինձ փրկի, այլ ես փորձեմ ինքս ինձ օգնեմ, ինքս ինձ փրկեմ, ինքս ինձ աջակցեմ, եւ թե այդ միտքն ա եղել, որ ինձ շատ է օգնել։ Որ չխեղճանամ, էլի կյանքում։ Իրականում խեղճանալ պետք չի, որովհետև հենց խեղճանաս քեզ կուլ կտան։ Համաձայն եմ։ Գիտես, պատմում էիր այսպես ու ուզում էի հասկանալ, դες շատ նուրբ է իրականում կետը, երբ հարազատների ինչ պատճառներով հիմնավորված կամ չհիմնավորված որոշում են կապը կտրել, որովհետև մեծահասակների հարաբերությունները կարող են շատ տարբեր լինել, բայց կա մի adekvat փաստ, որ երեխաները ոչնչում մեղավոր չեն։ Քո մեջ ձևավորվել էր հստակ վերաբերմունք, որ չեք ուզում մի շփվեք, բայց երեխայի մեջ դա թողնում է իր հետքը։ Արդյոք արյունակից մարդկանց կողմից ընդունելի չլինելը ձևավորել էր այն Զարային, որը մտածում էր պիտի շրջապատի համար անընդհատ խաղա, որ սիրելի լինի։ Ինձ թվում է, ինչ որ առումով դա կապ ուներ դրա հետ, նաև այդ սիրված լինելու ցանկությունը ցանկացած գնով սիրված լինելու, անգամ խաղալու գնով սիրված լինելու, այդ էմոցիաները ստանալը, որ ես միշտ շատ սիրված եմ եղել շատ տարբեր շրջապատներում, սկսած դպրոցում, ինստիտուտում, ու հիմա որ տենց մտածում, ասում եմ, ես սիրված եղել եմ, որովհետև ես էի, թե տենց ինչ որ մի աշիճկա թիթիզ աղջիկ էր, որը հարմար էր, չասեմ հարմար էր, բայց ինչ որ տենց հետաքրքիր, հա, սենց կերպար էր, որին կարելի էր սիրել տեղ տալ, ինչ որ եւ այլն։ Եթե ես լինեի այս նույն գաղափարներով այն ժամանակ, ես կկարողանայի իմ տեղը գտնել, ինձ կսիրեին, թե ինձ չէին սիրի։ Ինչ որ sense մտորումներ ունենում եմ, բայց հնարավոր է այդ ինչ որ առումով այդ փոքրիկ տրավման թողելա, բայց ես միշտ ունեցել եմ այն գիտակցումը, որ օքեյ, չեն ուզում, թող չշփվեն, հիմա արդեն մեծ տարիքում ես չեմ ուզում, եթե անգամ այն կողմից քայլել լինի, քավլություն, չէ, շնորհակալություն, ես չեմ ուզում։ Երբ որ ես դրա կարիքը ունեցել եմ, իմ մաման ձեր աջակցության կարիքը ունեցել է, դուք չեք եղել։ Ինչի հիմա երբ որ մենք չունենք այդ աջակցության կարիքը, ոչ մեկ ձեզ այստեղ չի սպասում, բայց քայլեր էլ չկան, չէ՞, կարծես թե։ Չէ, քայլեր չկան, իմ մաման անընդհատ ինչ որ չասեմ անընդհատ բարբերաբար, բայց որոշակիորեն տենց ինչ որ քայլեր արել է շփման եզրեր փնտրելու, որովհետև ինքը ի տարբերություն ինձ sense շատ ոնց ներվայնացնող բարի բնավորություն ունի, որ ինձ շատ է ներվայնացնում մեկ-մեկ, ինքը թե երբ որ պապայիս մաման ողջ էր, թե այդ ընթացքում միասին գնացել ենք իր հորդորով, տեսել ենք այդ կնոջը, թե ինքը անընդհատ sense ինչ որ փորձել է շփման եզրեր փնտրել նրանց հետ, թե անգամ այս վերջերս էր ասում, հեսա գնալու եմ հորաքրոջդ տեսնեմ, ասում լուրջ իրականում մամաս անընդհատ առանց հանձնվելու փորձել է ինչ որ առումով, որովհետև մտածել է, որ իրանք եղբայր են կորցրել, տատիկս որդի է կորցրել, որ իրանց պետքա իմ ներկայությունը իրանց կյանքում եւ այլն, ու այդ մանկավարժական այսպես դիրքորոշումով ինքը անընդհատ փորձել է դա անել, բայց երբ որ չկա այնտեղ ցանկություն, ինձ թվում է նաև այդ կարար իմ մոտ ձևավորել այն միտքը, որ սիրված լինելու համար իմ տեսակը բավականաչափ լավը չի ու ես պետքա ինչ-որ բաներ անեմ, որ ինձ սիրեն, ու եթե ես sense չլինեի, նենց լինեի, ապա այդ կողմից այդ շփումը եւ այլն, բայց չէ։ Մարդիկ փոքր երեխա էր, որը դեռ ձևավորված էլ չէր։ Գիտես, բայց այդ պահը երբ ասացիր, փորձեցի պատկերացնեմ, երբ մայրիկի ձեռքը բռնած գնում ես տատիկի տուն կամ
տատիկին տեսնելու ու տատիկը ցանկություն չունի տեսնելու։ Տատիկը ուներ ցանկություն, արդարության համար ասեմ, ավելի հորաքույրներիս դիրքորոշումներ դա, տատիկը որպես այդպեսին ես միշտ ասում եմ, որ բավականաչափ շատ չի ուզել, որովհետև եթե բավականաչափ շատ ուզեր, ապա իր աղջիկներին գոնե ինչ-որ մի բան կաներ, որ շփման ցանկություն ունենային։ Ուզել էր, բայց ոչ այդքան շատ։ Այդ հանգամանքների մեջ այնքան չեմ ուզում մտնել, որովհետև չենք կարող քննարկել, թե այսինքն չենք էլ կարող պատկերացնել, թե ինչ է կատարվում մարդու ուղեղի մեջ։ Հիմա դու ինձ պատմում ես, ես չեմ պատկերացնում դա։ Բայց քանի որ դու ես իմ առաջ, ես ուզում եմ հասկանալ քեզ, փոքր երեխա է ու հասկանում է, որ ցանկությունը քիչ է կամ բավական չէ կամ ամեն դեպքում այդ դուրը թակելը ինչ որ առումով անպատասխան է մնում, ոչ թե որ քո առաջ դուրը չեն բացում, այլ ամեն դեպքում այնպես չեն բացում, ինչպես դու կուզեիր, դու երեխա ես, հնարավոր չէ դա քեզ վրա չանդրադառնա։ Ես միշտ փորձում եմ այն դիրքորոշումը ցույց տալ անգամ երեխա տարիքում, որ ես այս թեման խորը չեմ ընդունում, որ ինձ մեկ է այս թեման։ Այնքան է իմ մոտ դա եղել, որ ես հիմա մոռացել եմ, թե ես ինչ եմ իրապես այդ պահին զգացել։ Ցույց եմ տվել, որ ինձ մեկ է։ Այսինքն սա այն դեպքն է, երբ դու այնպես էիր միջավայրին խափում, որ դու էլ էիր հավատում քո ստեղծած ստին։ Ենթադրում եմ, որովհետև երբ որ ես գտա իրականում ինքս իմ վրա շատ աշխատելով, լավ կրթվելով, շատ կարդալով, երբ որ իրապես հասկացա, որ բարև ձեզ, Զարա ջան, սա Զարան է, ուրախ եմ ծանոթության համար, այդ պահին ես հասկացա, որ ես շատ երկար ժամանակ ուղղակի եղել եմ կերպարի մեջ ու ես ինքս էլ հավատացել եմ այդ կերպարին։ Երբ խոսում ենք բացերի մասին, իհարկե բոլորիս կյանքում իդեալական կլինի, եթե բացը չլինի, բայց երբեմն բացերը ուժեղացնում են ուրիշ կողմ։ Օրինակ մամայի հետ հարաբերությունները։ Գուցե այնքան ջերմ ու սերտ չձևավորվեին, եթե ընտանիքը ավելի բազմանդամ լիներ, որովհետև երբ երկուսով եք, ինչ որ առումով միասին մեծանում եք, դու ավելի շատ տեսնում ես մամայի դժվարությունները ու շատ ավելի ուրիշ հարաբերություններ են ձևավորվում։ Հա, իմ ու մամայիս հարաբերությունները սենց մի հատ ուրիշ աշխարհ են ու երբ որ ես ու մամաս շփվում ենք, սենց շատ ընկերական ընկերուհիներ, մեկի մամայի մոտ մի անգամից մամա ռեժիմն է միանում։ Ընկերուի ռեժիմը անջատվում է։ Մենք այնքան sense տարբեր этаպներով, տարբեր փուլերով ենք անցել ու եղել ենք երկուսով, էսել եմ ես ուզում շատ շեշտել, երկուսով ենք այդ ամեն ինչը հաղթահարել առանց աջակցության ու իմ մաման ուսուցչուհի է մասնագիտությամբ, դպրոցում է աշխատում, մենք գիտենք թե դպրոցում դասատների աշխատավարձը ինչքան է ու այդ իրավիճակում տալ լավ կրթության ամենալավ ձևով sense չգիտեմ փորձել ապահովել ու մեծ կարևոր հանգամանք էլ ասեմ ես մեծացել եմ մանկությունս անցել է Արմավիր քաղաքում որտեղ ավելի փակ հասարակություն է բոլորը իրար գիտեն ու իմ մաման ինչ որ տարիքի ուղղակի ինքը որոշեց որ ինքը ուզում է առանձին ապրի ու մենք ես ու մամաս մամայի ընտանիքից առանձնացանք եւ միասին ապրեցինք առանձին ու դրա համար ինձ թվում է որոշակիորեն ուժ կամք պետք էր, որովհետև 90-ականներ փոքր ինչ որ մարզային համայնք, ինչ որ տարբեր կարծրատիպեր, բայց իրան հաջողվեց այդ անել ու ես շատ շնորհակալ եմ, որ մենք առանձին ենք ապրել ու որպես առանձին ընտանիք ձևավորվել ենք ու իմ մոտ երբեք չի եղել այն միտքը, որ մենք լիարժեք ընտանիք չենք, մենք մշտապես եղել ենք շատ ավելի լիարժեք ընտանիք, քան շատ, ասենց ասած, լիարժեք ընտանիքները։ Իրականում այդ լիարժեք բնորդագրիչը շատ թերի ու սխալ է, որովհետև երբ կան լիարժեք հարաբերություններ, ընտանիքը ինքնին լիարժեք է։ Երբ ընտանիքի բոլոր անդամները ներկա են, բայց չկան լիարժեք հարաբերություններ, համաձայն եմ ու մենք ես ասում ես եմ քո մաման ոնց որ ես լինեմ իր մամա որտեվ ինչ որ պահից սկսած sense մեր հարաբերությունները sense շատ ուրիշ մակարդակի է բարձրացել այդ պահը երբ դու արդեն այնքան ես մեծանում որ պատասխանատվությունը մամայի հանդեպ այնքան է մեծանում որ ինչ որ պահի հասկանում ես որ ոնց որ թե դիրքերով փոխվել եք
Ինչից հետո եկավ։ Այդ շատ վաղուց է եղել, մամաս ինձ շատ փակ ընտանիքում է մեծացել, որտեղ պապան, մաման, ընտանիքը, գերդաստան եւ այլն ինձ շատ կոնվենցիոնալ ստանդարտներով հայկական ընտանիքում, որտեղ պապան բոլոր հոգսերը հոգացել է, աղջիկ երեխա է, ամեն ինչ պետք է ապահովել, մինչեւ կնության տալ ինչ որ sense բաներ, ու բավականին ապահոված ընտանիքում է մեծացել։ Իմ մաման շատ բաներ, անգամ երբ որ մենք նոր էինք առանձնացել, այդ ժամանակ երևի 5-6 տարեկան էի ես, շատ ավելի շատ հարցերում ես ավելի լավ գիտեի, ասենք իմ մաման կողա հարցներ կներեք լուցկու հատը քանիս է կամ հացը քանիս է, ինքը ընդհանրապես գրեթե ոչ մի բանի հետ կապված պատկերացում չուներ ու մենք իրար հետ մեծացել ենք, մենք իրար հետ հասունացել ենք ու մեկ մամաս որ ինչ-որ հարցեր էր տալիս խանութում, ես ինձ ահավոր ամաչում էի, որովհետև տպավորություն էր, որ ինքը ուղղակի ինչ-որ տենց ձև էր անում կամ չգիտեմ, փորձում է ծաղրի վաճառում, որտեղ ուղղակի աբսուրդային հարցեր ինքը կարող է տար, բայց տենց իրար հետ մեծացանք եւ կայացանք։ Այդ շրջաններում քո մեջ նաև ձևավորվում էր այդ ինքնուրույն աղջիկը, որը ինչ որ առումով նույնիսկ այդ 5-6 տարեկանում պարտավոր էր լինել հասուն։ Ինձ թվում է, հա, բայց դա ինձ երբեք չի խանգարել, որովհետև այս վերջում ես էլ էի այդ մտածում, ասում կարող է այն, որ ես շատ փոքր տարիքից եմ ստիպված եղել հասունանալ, պատասխանատվություն վերցնել ինձ վրա շատ հարցերի, կարող է ինձ խանգարել է, բայց հետո որ հիշում թե ինչքան ջերմ ու հավես sense հիշողություններ կան մանկության հետ կապված, ու ես շատ sense ֆանտաստիկ, լավ ու գունավոր մանկություն եմ ունեցել, դա ասում չէ Երևի թե եթե խանգարար իմ մեջ ինչ-որ նստվածք կմներ, բայց չէ, ես ուրախ եմ, որ փոքր տարիքում հասունացել եմ։ Կարող ավելի լավ լիներ, եթե տենց չլիներ, բայց դա որը տենց ա եղել հիմա ոչինչ։ Դու մի կողմից նշեցիր, որ մաման ապահոված ամեն ինչ ունեցող ընտանիքում է մեծացել եւ մինչեւ նույնիսկ քո 5-6 տարեկան դառնալը ունեցել է այդ աջակցությունը։ Մյուս կողմից հետո արդեն երբ ձեր երկուսով մեծանալու ընթացքի մասին էիր խոսում, նշեցիր, որ նաեւ սոցիալական շատ խնդիրներ են եղել։ Այսինքն մամայի առանձնանալը ենթադրում էր նաեւ սոցիալական անջատվածություն։ Ավելի շատ պապիկիս մահն էր ստեղ հարցի այդ կողմներ, որ աջակցությունը արդեն չկար, որովհետև պապիկս չկար ու մամաս հա որոշեց, որ ինքը արդեն ուզում է առանձին ապրի, բայց հա սոցիալական խնդիրներ իրականում եղել են, հիմա տենց սուտ կլինի, որ ասեմ չեն եղել, ու ես հիշում եմ, մեր տան վարձը ժամանակ 7500 դրամ էր հոկտեմբերյանում, մամաս 8000 դրամ էր աշխատավարձ տանում, ուսուցչի աշխատավարձը 97-8 թվերի մասին է խոսքը, 99, ես տենց երևի 3 տարեկան, 4 տարեկան էի, ու տենց հա դժվարություններ եղել են, բայց ես միշտ մտածում եմ, որ որևէ մեկը պարտավոր չի աջակցել, կամ էլ մամաս ինձ այդ միտքը շատ փոխանցել, որ որևէ մեկը պարտավոր չի աջակցել, ու ինքը ինքնուրույն է հաղթահարել, ոչ թե ուղղակի մարդիկ չեն ուզել աջակցեն։ Երբ դու արդեն մեծացար, սկսեցիր աշխատել, քո աշխատելը որքանով նպաստեց, որպեսզի ձեր սոցիալական վիճակը փոխվի։ Բավականին բնականաբար այն սկզբնական շրջանում ես շատ վաղ տարիքից ինձ շատ ակտիվ եմ եղել, շատ ակտիվ եմ եղել ու հնարավորինս այնց փոքր տարիքից փորձել եմ ինչ-որ աշխատել, շատ վաղ տարիքում ա եղել հիմնականում այդ սոցիալական խնդիրները, որովհետև այնց Ինչին էլի, հա, լավ չէ, վատ էլ չէ, ասենց ուսուցչի տանիքի ինչպեսին կլիներ։ Գրեթե այդ 90-ականները խնդիրները համահավասարեցված էին։ Հազվադեպ ընտանիքներ կային, որոնք այդպես 90-ականները եթե ապահով են ապրել, չգիտեմ ինչ են արել։ Ինչ է արել։ Ես միշտ ցկտել եմ աշխատեմ, որ լինեմ ինքնուրույն, ֆինանսապես մամայիցս կախում չունենամ, իմ առաջին խնդիրը հենց այդ է եղել, ոչ թե մամայի ինչ որ ընտանիքին աջակցեմ եւ այլն, սուտ կլինի ինչ որ պաթետիկ կհնչի, որ դա ասեմ, որտեղ մամայիս մոտ արդեն այդ ավելի մեծ տարիքում այդ շատ լավ հաջողվում էր, այլ լինեմ ֆինանսապես անկախ ու մամայիցս փող չուզեմ։ Հետո լինեմ ֆինանսապես անկախ, որ պահին ես ուզեմ որևէ մեկից կախվածության մեջ չլինեմ ու մամայիս նման, եթե ես ուզեմ ինչ որ պահի ինչ որ մարդկանցից առանձին ապրեմ, լինեմ անկախ,
ես դա անեմ ու ես չմտածեմ, որ ես ֆինանսապես կախում ունեմ այս կամ այն մարդուց, ես ստիպված հանդուրժեմ ինչ-որ բաներ, ստիպված ապրեմ այդ իրականության մեջ, որտեղ ես չեմ ուզում, ուղղակի որովհետև ֆինանսապես անկախ չեմ։ Իմ առաջի ենթագիտակցորեն, բնականաբար չեմ գիտակցություն խորապես, ենթագիտակցորեն իմ հիմնական միտքը աշխատելու ցանկությունը եղել է ֆինանսական անկախություն ձեռք բերելը։ Զարա, իսկ քո կերպարի ձևավորման նախատիպը քո մայրիկն է, թե չէ։ Չէ, որովհետև մենք շատ տարբեր ենք իրարից, բնավորությամբ, կյանքի հանդեպ վերաբերմունքով մենք շատ տարբեր ենք։ Ինձ մոտիվացրել է մամաս, շատ է մոտիվացրել, բայց որպես նախատիպ չէ, մենք շատ տարբեր ենք իրարից։ Հիմա էլ առաջ էլ, թե ինչ որ մի շրջան եղել է, երբ փորձել ես մամային նմանվել։ Ինչ որ բաներով ես անընդհատ փորձում եմ իմ մամային նմանվել, հիմա կդժվար եմ հիշեմ կոնկրետ ինչով, բայց ելի եմ ասում, մամաս ներվայնացնող բարի է բնավորությամբ, ներողամիտ է, ասենց շատ դա իմ համար անհասկանալի է։ Մամաս կարա նենց մարդկանց ների, նենց քայլերը, որ ասեմ լուրջ, ես դրանից ինձ ահավոր լարվում եւ նեղվում եմ, իրա փոխարենել եմ ես նեղվում, ասում դու հասկանում ես մարդուն պետք չէր ներել, բայց մամաս հերիք չի ներում, մի հատ օգնում, մի հատ աջակցում, մի հատ հրաշալի վերաբերմունք հացուցաբերում այդ մարդուն։ Ես չգիտեմ, գուցե այդ ավելի ճիշտ է, քան իմ դիրքորոշումը, բայց այդ հարցում կոնկրետ մենք իրարից շատ տարբեր ենք։ Դու չես կարողանում ներել։ Նոյած ինչ, չէ, ես ներողամիտ մարդ չեմ ինձ համարում։ Այդ քեզ չի խանգարում, առաջին հերթին հենց քեզ, որովհետև ներումը երբեմն այնքան դիմացինի համար չէ, ինչքան ինքդ քեզ համար է։ Ես սիտուացիան բաց կթողամ, այդ մարդուն կջնջեմ իմ կյանքից, թեման կմոռանամ, վերջ։ Ու դժվարությամբ։ Ես անընդհատ, չասեմ անընդհատ կկարչեմ այդ մտքից, բայց եթե այդ մարդու հետ կապված ինչ-որ բան լինի, ես դա կհիշեմ։ Վատով չեմ հիշի, կամ չեմ ասած ինչ-որ շատ նեգատիվ, իմ կյանքի որակի վրա ազդող ձևով չեմ հիշի, բայց հենց կհիշեմ։ Ու օրինակ չեմ օգնի ինչ-որ հարցում, ես ես անկեղծ ասում եմ, բայց մամայիս մոտ այդ տենց չի, ինքը ներում է, ինքը հետո օգնում է, ներելը ես մի քիչ այդ ձևակերպմամբ եմ պատկերացնում, ես ուղղակի սիտուացիան բաց եմ թողում, բայց եթե իմ հանդեպ վատ բան անեն, ես հետո չեմ կարող այդ մարդու հետ հարաբերություններ վերականգնեմ։ Այն երիտասարդ աղջիկը, որը ամեն առավոտ արթնանում էր, ստեղծում էր իր կերպարը եւ արտաքին եւ ներքին ու դուրս էր գալիս տանից, դու երբ հիշեցիր այդ աղջկան, առաջին հերթին մտաբերեցիր դրվագներ անձնական հարաբերությունների հետ կապված, որ փորձում էիր այնպիսի բաներ անել, որ ավելի հաճելի կլինի տղամարդկային տեսանկյունից եւ այլն։ Անձնական հարաբերություններում ինչպիսին էր այդ աղջիկը ու անձնական հարաբերությունները այդ տարիներին որքանով էին ստացվում այդ աղջիկա մոտ։ Կարող եմ ասել, որ ինչ որ առումով չէ ստացվում։ Ուզում եմ ինչ-որ սիրուն ձևակերպում, բայց չէ, ավելի լավ է անկեղծ ասենք, որ չէր ստացվում, որովհետև կարող եմ ես այս թեմայի հետ կապված մի հատ բան պատմեմ, որ այդ մարդու մասին ամբողջ իմ անձնականի մասին ամբողջ պատկերացումը կարող ենք կազմել ու ես անցել եմ այդ թեման, ասենք իմ մոտ անձնականի հետ կապված այնքան անհասկանալի եւ վատ էր, որ ասենք ինձ նոր տարվան իմ Ֆրեդի կատվին գիտես դու, այդ կատուն ոնց էր հայտնվել մեր տանը, իմ նախկին boyfriend-ը, նախկին ընկերը, այդ կատուն ինձ նվիրել էր որպես նոր տարվա նվեր, բայց այդ կատվին տնից դուրս էր հանել իր նոր ընկերուհին։ Ինչ որ sense խառը բան է ստացվում, բայց սա հասկանալի է։ Այդ մարդը ինձ զուգահեռ ինչ որ մեկի հետ էր շփվում, ինձ զուգահեռ որ այդ աղջիկը կատվին տնից դուրս էր հանել, այդ տղան խղճացել էր կատվին ու բերել էր ինձ էր նվիրել, որպես նոր տարվա նվեր։ Եվ ես սկսեցի պահել այդ կատվին։ Բայց դու գիտեիր։ Չէ, չգիտեի։ Ես հետո շատ երևի ամիս ու կես 2 ամիս հետո եմ ես դա իմացել, շատ պատահաբար, story highlight-երի միջոցով ես ու ընկերուհիս, չասեմ հետաքննություն էինք անում, բայց շատ պատահաբար եմ դա իմացել ու այդ իմ համար շատ ցավալի թեմա էր։ Հիմա ավելի ցավալի բան ասեմ, որ ես դա ներել եմ, նոր ներումից էի խոսում։ Որ ես շարունակել եմ այդ մարդու հետ շփվել։ Հիմա շատ ծիծաղալով եմ հիշում, բայց շատ cringe սիտուացիա է։
Ինչն էր քեզ ստիպում մնալ այդ հարաբերությունների մեջ։ Երևի թե հոգատարությունը իմ կյանքում առաջի sense հարաբերություններ, որտեղ կար հոգատարության այն ֆորմատը, որը ես մինչև այդ չեմ ունեցել։ Խոսքը մամայի հոգատարության մասին չի, խոսքը, չգիտեմ, տատիկի հոգատարության մասին չի, ինքը իմ համար նոր հոգատարության ֆորմատ էր, նոր ձևաչափ էր, որը իմ համար նոր էր ու շատ էր դուր գալիս։ Ու տպավորություն էր, որ ես պատրաստ եմ ինչ-ինչ բաներ հանդուրժեմ, ինչ-ինչ բաներ ներեմ, անցնեմ իմ սկզբունքների վրայով, ձևացնեմ ինձ, ուղղակի որովհետև ես ուզում եմ արժանանալ այդ հոգատարությանը։ Մենակ այդ հոգատարության համար ես ինչ որ բաներ սենց ներել եմ, ինչ որ բաներ հանդուրժել եմ, որ հիմա ուղղակի շնորհակալություն, ստեսություն հենց առաջի պահից։ Բայց այն ժամանակ ստացվում է, որ ընդամենը մի քանի տարի առաջ դու այն կանանցից էիր, որոնք ասում են դե տղամարդիկ կարող են նաև դավաճանել։ Ոչ թե այդ ֆորմատով էի ես ասում, այլ դե մինչև ամուսնանալը օքեյ է, այսպես էի մտածում։ Մի քանի տարի առաջ ես տենց էի մտածում, որ դե քանի ամուսնացած չեն, եթե դավաճանում է, օքեյ, որովհետև ես տղամարդու օրինակ չեմ ունեցել իմ կյանքում, ես չեմ պատկերացրել այդ ամեն ինչը ոնց է լինում։ Ու երբ որ այդ մարդ, որ ինձ տալիս է հոգատարություն, սեր, ջերմություն, ինչ որ sense cute իրավիճակներ, այդ մարդը ինձ ասում է որ դա նորմալ է, ես էլ հավատում եմ, ես մտածում որ ես պատճառ չունեմ այդ մարդուն չհավատալու, ինչի չհավատամ ես այդ մարդուն։ Ու հավատում եմ, հետո ասունանում եմ, խելքս հասնում է։ Ամեն դեպքում հարաբերությունների այն ֆորմատը, որը դու պատմում ես, ենթադրվում է, որ սրանք միակ խնդիրները չէին հարաբերություններում։ Դու նաև աբյուզիվ հարաբերությունների մեջ էիր այդ ժամանակ։ Հա, միանշանակ, դե պարզ է, այդ этаպում չէի հասկանում, որ դա աբյուզիվ հարաբերություններ է, ինձ թվում էր նորմալ է հարաբերությունները ու շատ եմ ցավում, որ շատ աղջիկների դեպքում է դա լինում, երբ որ ընդհանրապես փորձ չես ունենում հարաբերությունների, ինչ որ հարաբերությունների մոդելի մեջ ես մտնում, քեզ համոզում են, որ դա նորմալ է ու դու սկսում ես հավատալ, որ դա նորմալ է, բայց չէ, նորմալ չի բոլոր այն հարաբերությունները, որտեղ ձեզ դիսկոմֆորտ է, որտեղ ձեզ վատ եք զգում, որտեղ ձեզ անհարմար եք զգում։ Ես այս ամբողջ զգացողությունները ունեցել եմ, բայց մտածել եմ, որ դա նորմալ է։ Անընդհատ ես մտածել եմ, որ այդ մարդը զուգահեռ շփվում է ինչ-որ այլ կանանց հետ։ Երբ որ պիկին հասավ, հա, ընտանիքի հետ ծանոթանալ, շփվել, կապ պահպանել, ընտանիքում ինձ ճանաչում էին, սիրում էին եւ այլն, այդ ինձ թվաց դա հարցի լուծում է, ինձ թվաց եթե դա լինի, ապա ամեն ինչ շատ լավ կլինի։ Իմ մոտ այդ բոլոր վախեր, անհանգստությունները կփարատվեն, որովհետև ես էլի այդ կերպարի մեջ էի, բայց ես հասկացա, որ չէ, անգամ այդ ծանոթությունից, այդ պաշտոնական շփումից հետո միևնույնն է, ինձ մի բան դուր չի գալիս այստեղ, բայց չեմ ուզում դա հանդուրժեմ։ Ինչքան էլ այն զառան, որը հա դե կամուսնանանք եւ այլն, այն մյուսները կարևոր չեն, լուրջ չեն, միակ լուրջը ես եմ, սենց ինչ որ լոլոների հավատալով եւ վերարտադրելով այդ լոլոները։ Ես մտածում էի, որ կփոխվի մի բան, բայց հետո հասկացա, որ ոչ բան չփոխվեց, ինձ դուր չի գալիս, всё։ Նույնիսկ այդ տարիներին, որքան էլ դու արտաքին առումով այդ կերպարի մեջ էր, միևնույն է դու միշտ ունեցել ես կծու սուր լեզու։ Ահա։ Այսինքն սա նոր մի երևույթ չի քո կյանքում։ Այն ինչպես էր այդ զառան, որը ներսից միևնույն է, հա, հարկեղած դեպքում կարող էր կռիվ անել, կարող էր պաշտպանել, բայց արտաքին առումով նաև այդ կերպարի մեջ էր։ Ինչպես էր այդ զառան հանդուրժում դա, որովհետև քանի որ ես քեզ ճանաչել եմ, դու այն ժամանակ էլ շատ խեղճ չես եղել։ Ուղղակի, հա, խեղճ չես եղել, բայց եւ արտաքին առումով է շատ ուրիշ եղել, այսինքն քո դրսևորումներն են ուրիշ եղել։ Ինչպես է զառան հանդուրժում այդ ամեն ինչը, այսինքն տղամարդու հետ հարաբերությունների մեջ միևնույն է լռում էր, իրեն մղում էր հետին պլան, թե ամեն դեպքում այդ կծու զառան էլ էր իր դրսևորումներն ունենում։ Հենց գլխավոր խնդիրը այն էր, որ այդ զառան բարբերաբար դուրս էր գալիս եւ չէր կարողանում հանդուրժել եւ կոնկրետ վիճում էր ու դա ոչ թե ուղակի ընկերուհի փոքրիկ վեճ էր, այլ դա վեճ էր, իրական վեճ էր, դա դեբատ էր, բանավեճ էր, դա լուրջ կռիվ էր, այսինքն այն ձևով, որ իմ մաման էլ էր արդեն հասկանում, որ
սա նորմալ չի։ Ու իմ մաման էլ է ինձ ասել, ասել այն ձևով, որ ձևով դուք իրար հետ շփվում եք, դա բացարձակ նորմալ չի։ Այն ձևով, որ ձևով դու ես խոսում, այն ձևով, որ այդ տղան հանդուրժում է այդ խոսելը, ստեղ էլ մի բան այն չի, որտեղ մենք կոնկրետ լուրջ թեմաներով վիճում էինք ու ոչ թե անձնական ինչ-որ վեճ էր, այլ այդ վեճը ասենց վերածվում էր գլոբալ ինչ-որ բանի։ Հետո լացելով կարող է բարիշելու քայլ լիներ իմ կողմից կամ չգիտեմ, այդ մարդու կողմից։ Այսինքն դու կարող ես նաև վիրավորել մարդուն։ Չեմ կարող ասել, որ ինչ-որ անձնական լուրջ վիրավորանք ինձ թույլ կտա, դաստիարակությունս թույլ կտար, բայց ցավեցնել, հա, ու նպատակաուղղված է ես փորձում այդ մարդուն ցավեցնել, որ իմ էմոցիաները տեղ հասներ, որտեղ մեկ-մեկ լինում է, որ ասենց ուզում ես թեկուզ ցավ պատճառելու գնով հասկացված լինես։ Իսկ իմ մոտ այդ խնդիրը կար, բայց այդ մարդունն էլ մեղքը չէր, որովհետև իր հետ շփվում էր մի հատ նյաշիչկա, սենց աղջիկ, բայց մեկ էլ այդ աղջիկը ասում էր, ինչ-որ լարի ասեմ, ինչ-որ սենց երկակի ինչ-որ բան էր ստացվում։ Եթե այդ մարդու նախապատվությունը դա էր, այդ նյաշիչկա, ինչ-որ սենց քյութի աղջիկը, այս կողմի այդ զառան, ով տենց բուրըն արձագանքում էր, իր համար սենց անհասկանալի էր։ Ու ես մի ինչ-որ պահի հասկացա, որ ինքը մարդ է, որին այդ ինչ-որ տենց այդ նյաշիչկա կերպարն է պետք, որը ես չեմ։ Ես այդ մարդուն ուղղակի իր աչքին ես այդպիսին եմ փորձել Երևան, բայց ես չեմ։ Հետևաբար, եթե ինքը պատկերացնում է իր հարաբերությունները այդպիսի աղջկա հետ, պետք է ինքը իրան գտնի այդպիսի աղջիկ, իրապես այդպիսի աղջիկ։ Ես այդ աղջիկը չէի։ Ես անկեղծ ասել եմ այդ մասին ու ցույց եմ տվել։ Այդ ժամանակ կարողացար ամեն դեպքում քո մեջ ուժ գտնել եւ վերջ դնել այդ հարաբերություններին։ Հա, շատ դժվար ա եղել այն առումով, որ sense բարբերաբար հայտնվել, բարբերաբար շփվել, չշփվել, ինչ որ այս ֆորմատով ա եղել, ու չեմ ուզում ամբողջ մեղքը այդ մարդու վրա գցել, որովհետեւ ես էլ իմ բզիկներն եմ ունեցել, ու ես այդ ամեն ինչին sense շատ առողջ եմ նայում, թե ես եմ իմ բզիկներ ունեցել, թե ինքն է իր բզիկներ ունեցել։ Զարա, իսկ այդ ինչ որ առումով նաև անառողջ հարաբերություններից դուրս գալուց հետո, երբ Զարան հասկացավ, որ պիտի ճանաչի նախ ինքն իրեն եւ հետո ներկայանա մարդկանց, ինքդ քեզ ճանաչելուց հետո ավելի առողջ հարաբերություններ կարողացար ստեղծել, թե չէ։ Այո, կարողացա ստեղծել եւ ես այդ հարաբերություններին ինչ որ առումով շնորհակալ եմ, դրա համար եմ ասես նաեւ դրական խոսում, որովհետեւ դա ինչ որ առումով ինձ շատ բաներ սովորեցրեց, ինքնանկալման հետ կապված, թե ես իրականում ինչ եմ ուզում հարաբերություններից, ում եմ ուզում տեսնել, թե ինչպիսին եմ ուզում լինել հարաբերությունների մեջ։ Սա այնքան sense կարեւոր էր ու ես շնորհակալ եմ հարաբերությունների այդ ֆորմատին, որ ես դա վերապրել եմ առանց ինչ որ շատ լուրջ տրավմաների, առանց ինչ որ sense, չգիտեմ, շատ խորը վատ սիտուացիաների, ինչը ամեն ինչ sense վեճերով ավարտվել է։ Ինչ որ բան ինձ տվեց այդ հարաբերությունները, որ հետագայում ես ավելի հասկացված լինեմ, ավելի հստակ հարաբերություններում ներկայացնեմ, թե ես ինչ եմ ուզում։ Կան բաներ, որոնց քարոզը շատ կարևոր է, բայց երբեմն մի երևույթի մասին խոսելիս ծայրահեղացնում ենք դրա հակառակ կողմը։ Օրինակ, ես հաճախ նկատում եմ, որ կարծրատիպեր ամենից շատ ստեղծում են այն մարդիկ, որոնք խոսում են կարծրատիպեր կոտրելու մասին, որովհետև խոսելով մի երևույթի կարծրատիպի կոտրման մասին, հակառակ երևույթը դարձնում են կարծրատիպ։ Կամ ենթադրենք, հա, օրինակ, ինձ համար ազատությունը այն է, երբ դու ցանկացած մարդու ընդունում ես իր տեսակով, ոչ թե այս ֆորմատը ազատ է, այս ֆորմատը անազատ է, այլ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ունենալու իր ընտրությունը, սա է ազատություն։ Բայց շատ հաճախ նույն ցանցում էլ, հա, այն մարդիկ, ովքեր հայտնի են որպես ազատություն քարոզողներ, շատերը սահմանափակ մարդիկ են, որովհետև իրենք քարոզում են ազատության կոնկրետ ձևաչափ։ Իսկ դա արդեն ազատություն չի։ Ու հիմա տես, երբ շատ հաճախ խոսում են օրինակ հարաբերությունների, կնոջ հասարակության մեջ դերի մասին, իհարկե կինը որպես լիարժեք մարդ ունի իր ասելիքը, ունի իր զբաղմունքները,
բայց շատ հաճախ այս ամեն ինչի մասին խոսելիս զիջումները համարվում են ինչ-որ վատ մի բան։ Եթե դու զիջեցիր, վերջ, դու զիջում ես քո տեղը, դու որպես կին սխալ ես անում, բայց յուրաքանչյուր հարաբերություն հիմնված է փոխզիջման վրա։ Խոսքս ոչ թե այն մասին է, որ միայն կինը զիջի եւ կինը եւ տղամարդը, բայց զիջել պետք է։ Դա սեռով պայմանավորված երևույթ չէ, դրանով քո սեռը չի տուժում։ Դու ինչպես ես կարողանում գտնել բալանսը զիջումների, որովհետեւ առանց դրա հնարավոր չէ առհասարակ աշխարհում ապրել։ Իհարկե, ցանկացած հարաբերություն պետք է հիմնված լինի այդ կոմպրոմիսի վրա, փոխզիջումների վրա, ու եթե իրոք չլինի փոխզիջում, բնականաբար հարաբերությունները տենց միակողմանի ուղղակի չեն լինի ու այստեղ ֆեմինիզմը այն առումով է կարևոր նաև, որ կինը միայն պահանջատեր չէ, տղամարդը միայն պահանջատեր չէ, տղամարդը SSS բաները պարտավոր չէ, կինը SSS բաները պարտավոր չէ, այսինքն ֆեմինիզմը ինքը ոչ թե ստեղծում է կարծրատիպեր, այլ կոտրում է։ Ես ֆեմինիզմի մասին չեմ խոսում, որովհետև երբ գնում ենք ֆեմինիզմի գաղափարախոսության մեջ, խոսքս ծայրահեղությունների մասին չէ, բայց այնտեղ շատ լավ գաղափարներ կան։ Եթե մենք խոսենք, որ յուրաքանչյուր մարդ ունի իր ընտրության իրավունքը եւ որևէ մեկը իրավունք չունի միջամտելու դիմացինի ընտրությանը, ֆեմինիզմը սա է։ Կինը ունի ընտրություն, վերջ։ Ազատությունը եւս դա է։ Մարդը ունի ընտրություն, վերջ։ Ես խոսում եմ անհատների մասին, որովհետեւ ցավոք սրտի անհատները, որոնք զբաղվում են այդ ամեն ինչի քարոզով, շատ հաճախ ստեղծում են կարծրատիպեր։ Շատ լավ գաղափարներ կան, որոնք այնքան մասնակի են հաճախ ներկայացվում, որ մարդկանց մոտ տպավորություն է, որ եթե դու ասում ես ֆեմինիզմ, ուրեմն կինը պետք է լինի միայնակ, մարդկանց մոտ թևատակերը։ Հա, ինչ որ շատ սխալ կարծիք է ձևավորվել ֆեմինիզմի մասին, բայց կանայք այսօր խոսքի իրավունք ունեն նաև որովհետև ժամանակին շարժում է եղել եւ այլն, բայց երբեմն այդ շատ ծայրահեղացվում է, հա, ու սխալ ֆոնի տակ է ներկայացվում հենց ֆեմինիզմը։ Ես շատ հաճախ մտածում եմ թեմայի շուրջ, որ երբ որ Նայեք, կուսության թեման ամենաշատն է, չէ՞, քննարկվում սոցցանցերում ու իմ մոտ շատ վիդեոներ տենց մեկ-մեկ բերում է այն առումով, որ տպավորություն է, որ այն կանայք, ովքեր որոշում են մինչև ամուսնությունը մնալ կույս, իրանք հետամնաց են, իրանք քարանձավաբնակ են, իրանք սխալ կին են, իրանք ազատամիտ չեն, իսկ ազատամիտ են այն կանայք, ովքեր որոշում են սեռական կյանք սկսել չափահասությունից հետո երբ ուզեն եւ այլն, ու սա ասենց մի տեսակ սխալ իմ ստանդարտներով սա սխալ է, որովհետև համաձայն եմ, էս մի ընտրությունը վերջ ու շատ հաճախ հենց այդ կուսության թեման առաջ տանելով Քավլիցին, եթե կնոջ ազատ կամքի դրսևորումն է մնալ կույս մինչև ամուսնանալը եւ նա ուզում է որ իր կյանքում առաջին սեռական պարտները լինի իր օրինական ամուսինը, Քավլիցի դա իր որոշումն է։ Պետք չի այդ կնոջը պիտակավորել հետամնաց, ոչ մոդայիկ կամ չգիտեմ, ասենց ինչ-որ այն ինչ մտքիս եկավ այս պահին, ասեցի, ու հակառակը այն կինը, ով որ որոշում է սեռական կյանք սկսի չափահասությունից հետո երբ ուզի, ինքը ավելի ազատամիտ է։ Այստեղ ազատամիտ լինել չլինելու հարցը չի, անհատի որոշումն է։ Կինը, ինչպես եւ տղամարդը, կարող են որոշել, երբ սկսել սեռական կյանք։ Իրանք են որոշում։ Վերջ։ Ֆեմինիզմը սա է, այլ ոչ թե ասել, սա հետամնացություն է, սա adekvatություն է։ Բայց մեր մոտ մեկ-մեկ այդ տպավորությունն է լինում, հասկանում եմ, որ սա էլ իր պատճառը կարող է ունենալ, որովհետև ավելի շատ պիտակավորվում են այն կանայք, ովքեր, չգիտեմ, մինչև ամուսնությունը ապրել են սեռական կյանքով։ Շատ հաճախ գուցե այդ կանայք են պիտակավորվում, քան այն կանայք, ու շատերը փորձում են այս կանանց պաշտպանել նրանց պիտակավորելով։ Այ այստեղ է, որ ինձ ահավոր նյարդայնացնում է դա, որ մենք պաշտպանում ենք եւ մենք փորձում ենք կոտրել կարծրատիպեր, ստեղծելով նոր կարծրատիպեր։ Այ ես շատ եմ այս մտքի վրա կենտրոնանում ու շատ եմ տենց վիդեոներից նեղվում եւ ներվայնանում, որ եթե մենք պաշտպանում ենք կանանց, հետեւաբար պետք է պաշտպանենք բոլորին ու այլ կանանց հանդեպ չստեղծենք նոր կարծրատիպեր։ Ցավոք, այս նրբերանգով հեգնել այդ կանանց, ինչ որ քյարթու պիտակավորում տալ, այս չեղավ արդեն հարգել այլոց ընտրությունը եւ կարծիքը, այս եղավ այլոց
պիտակավորել, որտեղ մենք խոսում ենք կարծրատիպեր կոտրելու մասին։ Այստեղ երևի թե խնդիրը գալիս է այնտեղից, որ շատ հաճախ կարծրատիպեր կոտրող մարդիկ ինձ համար համենայն դեպս շատ ավելի դաժան են իրենց ելույթներում եւ արտահայտչամիջոցներում։ Դու այսօր հայկական տիրույթը ինչպես ես գնահատում այս քարոզի տեսանկյունից, ու կան մարդիկ, որոնց հետ նաեւ օրինակ կարող է բանավեճի մեջ մտնես, հենց այն կարծրատիպերի համար, որ իրենք ստեղծում են խոսելով կարծրատիպեր կոտրելու մասին։ Ոլորտը դրական առումով շատ լավ է, բարեբախտաբար վերջին տարիների կտրվածքով, որովհետև շատ են սկսել խոսել, երիտասարդներն են խոսում այդ մասին։ Մի քիչ ինձ դուր չի գալիս այն, որ կան մարդիկ, ովքեր այս թեմաները շահարկում են, ուղղակի որովհետև չեն ուզում օրինակ թրենդից հետ մնալ, ըստ իրենց պատկերացմամբ, սա թրենդային թեմա է եւ կարելի է խոսել, բայց երբ որ օրինակ օֆլայն տիրույթում դու այդ մարդու հետ շփվում ես, հասկանում ես, որ այդ մարդը բացարձակ այդ գաղափարները կրողը չի։ Ու ցավոք դաշտում էլ երբեմն թե գովազդների առումով, թե տարբեր կազմակերպությունների համագործակցությունների ֆորմատով, երբ որ ես նայում եմ, ասենց ասում քավլիցի այս մարդը գովազդում է մի թեմա, որ ինքը այդ ամեն ինչի, այդ արժե համակարգի կրողը չի, այսինքն այս առումով եւս դաշտը խնդիր ունի։ Տարական համագործակցությունից առաջ ուսումնասիրել այդ մարդը այդ գաղափարների կրողն է, թե կրողը չի, մենակ այստեղ լսարանի հարցը չի։ Զարա, ոմանք այդ թեմայի մասին խոսում են, որովհետև թրենդային է, ոմանք այդ թեմայի մասին խոսում են, որովհետև գտել են ճանապարհի դիտումներ հավաքելու, ոմանք այդ մասին խոսում են, որովհետև գրանտներ են վերցնում, այս գրանտային ծրագրերն էլ շատ երկար տարիներ Հայաստանում շատ մարդկանց դրդում էին կոկորտ պատրող հայտարարություններ անել, կոկորտ պատրող կոնտենտ ստեղծել, բայց որովհետև այդ ամեն ինչի հետևում կային գումարներ։ Երբեմն տեսնում ես մարդկանց, որոնք գաղափարների հետ կապ չունեն, բայց օրինակ գումար աշխատելու միջոցով նման քարոզներ են անում։ Դա ամենանյարդայնացնողն է։ Ինչպես է արձագանքում դրան, ու այս դեպքում կարևոր է, որպեսզի ոլորտի մարդիկ դրան արձագանքեն, թե լռեն։ Արձագանքեն, շատ կարևոր է այդ ամեն ինչին արձագանքել, բայց ես արձագանքելու ճիշտ ձևը դեռ չեմ գտել, դրա համար լռում եմ, որովհետև գիտես մեկ-մեկ մտածում եմ, ասում եմ, «Կողա, ես հիմա արձագանքեմ, մտածեմ նախանձում եմ, կամ չգիտեմ, մտածեն, որ օրինակ այդ համագործակցության մեջ ես չկամ, դրա համար եմ խոսում, սենց ինչ որ ներքին անհանգստություններ եմ ունենում, դրա համար դեռ արձագանքելու ճիշտ ֆորմատը ես չեմ գտել, որովհետև այդ կոնտակտի դուրս գալու համար պետք է հասկանանք մենք ինչ մենթալիտետ ունենք, մարդիկ ինձ կհասկանան այնպես ինչպես իմ միտումներ, թե կմտածեն ես նախանձում եմ կամ մտածում եմ իմ դիտումների հաշվին են իրենք դիտումներ ունենալու, ասենց լիքը մտքեր եմ ունենում ու դեռ չեմ երևի թե չեմ համարձակվում ինչ որ առումով արձագանքել կամ երևի ճիշտ ձևը չեմ գտել, թե ինչպես կարելի է դրան արձագանքել, որ ոչ մարդկանց նեղացնեմ, ոչ այդ կոնտենտ սպառողներին նեղացնեմ ու ոչ էլ տպավորություն լինի, որ ես նախանձեմ։ Բայց ինքդ երբեմն ախր ով այդ մարդկանց սթորիները նայում է, այնց ապշում ես, ասում ես ախր ինքն ընդհանրապես այդ գաղափարները կրողը չի, հակառակը, որ խորանանք, դնենք, նայենք ինտերվյուներ այդ մարդու կամ այդ մարդու մասնակցությամբ ինչ-որ բաներ փորձենք հավաքենք, միանգամից ակնհայտ է, որ իրականում ցավոք սրտի համացանցի դարում երբեմն ինֆորմացիան այնքան շատ է լինում, որ մարդիկ ուղղակի չեն հիշում այդ մարդը մեկ ամիս առաջ նույնիսկ ինչ էր խոսում եւ հիմա ինչ է խոսում ու այդ հակադրությունները երբեմն չեն նկատում, երբեմն խեղաթյուրված շատ փաստեր են մարդկանց ներկայացվում հենց հանրային մարդկանց կողմից ու ցավոք սրտի լսարանը չի հասցնում այդ ամբողջ ինֆորմացիան մարսել, բայց ունենք այն ինչ ունենք։ Դու ինքդ երբևէ գրանտային ծրագրով որևէ նախագիծ իրականացրել ես։ Անձամբ ես գրանտային ծրագրի որպես այդպեսին իմ արած այս կամ այն նախագիծը չեմ ներկայացրել, բայց օրինակ տարբեր հասարակական կազմակերպությունների հետ ունեցել եմ համագործակցություններ, իրենք աշխատում են գրանտով, թե ոչ, այդ ես չգիտեմ, բայց մեղադրանքները շատ են, ամենաշատը այդ են գրում, ոնց ավալինեն է, որ չունեմ ֆինանսավորում։ Ցավոք սրտի Հայաստանում շատ պայքարողներ կան, որոնք տարբեր տեղերից սնվում են եւ դրա համար են պայքարում։ Երբեմն նույնիսկ տեսնում ես, որ բլոգերները
փոխկապակցված բոլորը ինչ որ սոցիալական թեմայի մասին են խոսում ու շատ ցավալի է որ դա եղել է գովազդային պատվեր դու դա պարզապես հասկանում ես որովհետև այդ գովազդային պատվերը քեզ էլ է եկել ինձ էլ է եկել եւ ես գիտեմ ինչի մասին է խոսքը բայց ցավոք սրտի այդ շատերն են այդպես անում դրա համար ուզես չուզես արդեն երբ որևէ թեմայի մասին խոսում ես մարդիկ առաջինը ակնկալում են որ գրանտով ֆինանսավորվող երևույթ է։ Ես իրականում դա էլ չեմ ուզում քննադատած լինեմ, դա լա բնականաբար ֆինանսական ինչ-որ աղբյուր, ֆինանսավորման տարբերակ X կամ Y նախագիծը, բայց ֆինանս աշխատելու մեջ վատ բան չկա, երբ դու ազնիվ ես եւ արդար։ Հա, երբ անում ես եւ ասում ես, որ այո, արել եմ։ Այն որ դու սուր ես, կծու ես եւ այլն, այդ քեզնից հեռու չէ։ Բայց երբ պայքարելով ինչ որ երևույթի մասին, երբեմն դու քեզ բնորոշ սրությամբ կարող ես խոսես օրինակ այդ երևույթը ստեղծած մարդու մասին։ Մեխանիկորեն դու ուզում ես ընդգծել, որ այս երևույթը սխալ է, դու էլ ես պիտակ տալիս։ Երբևէ եղել է, որ հետո հետայաց հասկանաս, որ գուցե անցար ծաղրի սահմանը, գուցե դու ինքդ էլ ուրիշ սահման անցար, փորձելով կարևորել եւ խոսել այս մի երևույթի մասին, դու ինքդ ծաղրի սահմանը անցար, այդ երևույթը գուցե ակամայից ստեղծող մարդու մասին, որովհետև երբ մարդը գիտակցաբար ինչ-որ բան է անում, դա մի բան է, երբ օրինակ երբեմն մարդիկ իսկապես անզգուշաբար որևէ բան են ասում, բայց դա ոչ թե իրենց այսպես հիմնավորված կարծիքն է, այլ ուղղակի անզգուշաբար որևէ միտք ասեցին։ Այս դեպքում նկատել ես, որ դու էլ չափա անցար։ Ես վերջին տարիների ընթացքում շատ վլոգ անելով, վերջին 1 տարվա տարեկեսի ընթացքում փորձում եմ թիրախավորել ոչ թե մարդուն, այլ երևույթը, անգամ եթե մարդը նման բան է ասել, օրինակ X թեմայի հետ կապված, ես խոսեմ բուն երևույթի մասին ու չթիրախավորեմ մարդկանց, որովհետև ըստ իս իմ կողմից ես ունեցել եմ այդպիսի նյութեր, հիմա ես այդպիսի նյութ չի անի, ավելի պրոֆեսիոնալ կգտնվեի ու ավելի այլ ձևաչափով ես դա կանեի։ Որովհետև ինքդ էլ քեզ հետայաց բռնացրեցիր այն մտքի վրա, որ կոտրելով կարծրատիպ ստեղծել ես ուրիշ կարծրատիպ։ Ավելի շատ ինձ բռնելով այն մտքի վրա, որ ես դեմ եմ թիրախավորմանը, բայց ստացվում է, որ ես ինչ-որ մեկի հանդեպ ատելության խոսք եմ ուղղորդում առանց իմ կամքի։ Եղել է դեպք, երբ որ ես տեսանյութ եմ արել, կոնկրետ այդ մարդու հանդեպ, չէ՞ այդ մարդու պետքն էլ չէր բարեբախտաբար, բայց այդ հակառակ ենք ուրախ էր այդ հայտնիության ալիքից, ատելության խոսք է գնացել այդ մարդու ուղղությամբ ու ես ինձ շատ վատ էի զգում, անկեղծ։ Ես հասկանում եմ, որ ես ինչ-որ առումով ճիշտ բան եմ արել, որովհետև այդ մարդը դատապարտելի բան է խոսում, բայց ներքուստ ասում կողա ես իմ արժեքներին հակասում եմ, կարող է ես եմ ինչ-որ մեկի ուղղությամբ ատելության խոսք հրահրում, կարող է, այս մտքերը ինձ հանգիստ չէին տալիս ու հիմա փորձում եմ քիչ թե շատ ոսկե միջինը գտնել ու մի քիչ ավելի պրոֆեսիոնալ եմ անում այդ նյութը լրագրողական հմտությունները օգտագործելով, այլ ոչ թե ուղղակի հայփի համար մտածելով որ այս ֆորմատ ավելի լավ կնայվի քան այս մեկը։ Խոսքը այնտեղ այն մասին, որը հայ աղջիկների մասին էր խոսում եւ դու պատասխան վիդեո արեցի։ Չէ։ Հակառակը ես այդ նյութը մինչեւ հիմա պահել եմ, ես չեմ փոշմանում, չեմ ջնջել, այդ մարդն էլ շատ adekvat եւ հումորով է մոտեցել։ Չէ, տենց մի երկու դեպքեր եղել են, հիմա չեմ ուզում դրանց մասին խոսեմ, որ նորից չհիշացնեմ, բայց չէ, այդ դեպքը տենց շատ ուրախ եմ, որ արել եմ այդ դեպքի հետ կապված, չեմ փոշմանում։ Լինի անձնական առիթ, թե նկարահանում ես իմ արտաքին տեսքը մշտապես վստահում եմ բյութի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին։ Երևանի սրտում Սարյան 19 հասցեում արդեն գործում է բյութի ֆաբրիկի նոր շքեղ սրահը։ Այս արդեն նրա մասին չէր, որ փոքրիկ տեղից հնարավորինս շատ գումար աշխատենք։ Այս այն պահներ, որ ուզում էի, որ իմ հաճախորդը իրեն զգար ըստ արժանվույն սպասարկված։ Շատ հաճախ մարդկանց ընկալման մեջ կա, որ եթե մարդը ֆեմինիզմի ակտիվ քարոզով է զբաղվում, ինքը պիտի կյանքի որոշակի փուլում վիրավորված լինի տղամարդկանցից եւ անպայման դրա դրսեւորումն է լինում քարոզը։ Ես սա չեմ ասում իմ կարծիքը, որովհետեւ ելի եմ ասում ֆեմինիզմը իր մեջ շատ դրական երևույթներ ունի, ծայրահեղացված մոտեցումները հաճախ որոնք ասոցացվում են ֆեմինիզմի հետ, շատ հաճախ ֆեմինիզմի հետ կապել չունեն։ Ամեն դեպքում, տես օրինակ մենք խոսեցինք հարաբերությունների վատ փորձի մասին,
Երբևէ եղել է, երբ զայրույթ ձևավորվի հակառակ սեռի հանդեպ ու ինչ որ առումով դու դրա ֆոնին նաև փորձես արժևորել կանանց դերը հասարակության մեջ, թե դու զուտ որպես աղջիկ քեզ վրա ինչ խնդիրներ զգացել ես, դա ես փորձել ներկայացնել մարդկանց։ Երբ որ ես դեռ անփորձ էի այս թեմաներով, իմ մոտ կար զայրույթ ամեն անգամ, երբ որ ես ծանոթանում էի օրինակ բռնության վիճակագրությանը։ Տղամարդկանց կողմից կանանց հանդեպ կատարված բռնության։ Իմ մոտ sense անհասկանալի զայրույթ էր ձևավորվում, բայց ինչքան ես ավելի շատ սկսեցի կարդալ, ինչքան ավելի լայն սկսեցի թեման ուսումնասիրել, տարբեր ինչ որ դոկումենտալ ֆիլմեր, նախագծեր, տարբեր աշխարհայացքս այս մասով ավելի լայնացավ, իմ մոտ այդ զայրույթը փոխվեց։ Ոչ բոլոր տղամարդիկ ու պետք չի ընդհանրականացնել այս թեման, որովհետև ոչ բոլոր տղամարդիկ են բռնարար։ Նաև ցավոք շատ հաճախ շատ կանայք են արդարացնում բռնությունը, այսինքն երևույթը սեր չի ճանաչում։ Երևույթը իսկապես սեր չի ճանաչում ու մենք պետքա մի օր հասնենք այն գիտակցմանը, որ մարդը ավելին է, քան իր սերը ու միայն XY, XX քրոմոսոմները, հա, այդ կին տղամարդ բաժանումը չի որոշում մարդու ինչպիսին լինելը, կարողությունները։ Դու այս բանը կարաս անես, որովհետև տղա ես, դու այս բան չես կարող անես, որովհետև աղջիկ ես։ Չէ, սխալ բան ասացի։ Տղամարդիկ չեն կարողանա հղիանան։ Ինչ որ բաներ էլ կանայք հավանաբար չեն կարողանա անել, այսինքն ամեն դեպքում, տես, երբ մենք խոսում ենք սեռերի համահավասարեցման մասին, խոսքս իրավունքների մասին չէ, որովհետև իրավունքների տեսանկյունից մարդիկ հավասար են, բայց առհասարակ այս սեռերի համահավասարեցումը մեզ սխալ տեղ չի տանում։ Ես ունեմ հստակ դիրքորոշում, որ ես պայքարում եմ հանուն այն բանի, որ մենք ունենանք հավասար հնարավորությունների միջավայր։ Թե հավասար հնարավորությունների միջավայրում ով իրեն ինչպես կդրսևորի, ինչպես կօգտվի այդ տրված հնարավորությունից, դա էլի սեռով պայմանավորված չի, դա անհատի ընտրությունն է եւ անհատի որոշումը։ Իմ հիմնական պատկերացումը հավասարության մասին հենց դա է, հավասար հնարավորությունների աշխարհ։ Ես չգիտեմ body positive-ի իմ ընկալումը որքանով է ճիշտ կամ սխալ, բայց ըստ իս, երբ դու կարողանում ես այնքան սիրել քեզ, որ քեզ տեսնես ամենասիրուն ռակուրսից, նկատած կլինես այն մարդիկ, ովքեր մեզ իսկապես սիրում են, շատ սիրուն են նկարում, որովհետև իրենք մեզ այդպես են տեսնում։ Ու ես կարծում եմ, որ նույն կերպ, եթե մենք հայլու մեջ մեզ սիրուն ենք տեսնում, մեզ ներկայացնում ենք նաև մեր ամենասիրուն կողմերով, ոչ թե խաբելով, այլ որովհետև մենք կարողանում ենք, օրինակ, հա, մարմնին համապատասխան հագուստ ընտրել արտահայտությունը հիմա շատ կարծրատիպային անցալվում, բայց ամեն դեպքում, երբ դու կարողանում ես քեզ ներկայացնել սիրուն կողմով, ենթադրում եմ, որ դու քեզ նաև այդպես տեսնում ես։ Խնդիրներ ունենք բոլորս եւ խնդիրները չի նշանակում, որ կյանքը ավարտվում է կամ դու ոչինչ անել չես կարող կամ դու պիտի սահմանափակ ապրես։ Խոսքս այն մասին չէ, որ դու լողազգես չհակնես, որովհետև ցանկացած մարմնում աղջիկը եթե լողափում է, պիտի հակնի լողազգես։ Ամեն դեպքում, երբ դու նայում ես, որ մարդը կարողանում է ինքն իրեն գեղեցիկ տեսնել եւ գեղեցիկ մատուցել, դու հասկանում ես, որ մարդն ինքն իրեն այդպես տեսնում է, չէ՞, ուրեմն ինքն իրեն այդքան սիրում է, որ կարողանում է ճիշտ ներկայացնել։ Եվ երբ տեսնում ես մարդկանց, որոնք իրենց չեղած խնդիրը խնդիր են դարձնում, հասկանում ես, որ մարդը այդ չեղած խնդիրը այսքան խնդիր տեսնում է, որ այդպես է մատուցում մարդկանց։ Այ այստեղ քեզ համար body positive-ի ընկալումը որտեղ է ճիշտ, որովհետև երբեմն մարդկանց թվում է, որ եթե դու body positive ես ասում, դու պետք է այն չեղած խնդիրը շատ տգեղ ձևով ներկայացնես, որովհետև դու ընկալում ես քո մարմինը այնպեսին, ինչպեսին կա։ Շատ խնդրահարույց բան կա, երբ որ ասում ես սիրիր քեզ այնպեսին ինչպեսին կաս, միանգամից մարդիկ ասում են, այսինքն լինենք ալարկո, դիվանից չբարձրանանք, չմարզվենք, ինչ-որ sense անհասկանալի եւ անընդունելի բաներ են ասում ոնց որ ներքին խնդիր է, երբ որ դու ինքդ քեզ սիրել ես, ասոցացնում ես ալարկոտության հետ կամ դիվանից չբարձրանալու հետ օրերով կամ fast food մենակ fast food-ով սնվելու հետ։ Այդ իմ խնդիրը չի, այդ body positive-ի խնդիրը չի, ոչ մեկի խնդիրը չի, այդ մարդու պատկերացումն է ինքդ քեզ սիրելու մասին։
մասին։ Ինքդ քեզ սիրել նշանակում է հոգ տանել քո մասին։ Ու ոչ թե այս մարքեթինգային ֆորմատով, որովհետև շատ նաև մարքեթինգային այս ամեն ինչը արվում, ինչ որ պատճեր եւ այլն, անպայման չի պատճ կրել ինքդ քեզ սիրելու կամ ինքդ քեզ խնամելու համար։ Ես մամայիս հետ կարամ հաճույք ես ստանում, արա, եթե հաճույք չես ստանում, մի արա։ Բայց եթե մարքեթինգային ենք նայում, մարքեթինգը մեզ պնդում է ինչ-որ sense կետեր, ճիշտ է, ես սիրում եմ այդ ամեն ինչը, բայց անպայման չի այդ ամեն ինչը լինի, նոր մենք ասենք, մենք ինքնախնամքով ենք զբաղվում։ Ասենք ես մամայիս հետ կարամ վարսակով լավ դիմակ սարքեմ, դեմքից սկսեմ եւ դա լինի հրաշալի ինքնախնամքի օր։ Այսինքն մենք միշտ կարող ենք ինքնախնամք անել մեր սիրելի մարդկանց հետ կամ թեկուզ մենակ առանց որևէ բյուջե ծախսելու։ Ինքնախնամքը ու ինքդ քեզ սիրելը իմ պատկերացմամբ հոգատարությունն է ինքդ քո հանդեպ եւ թե հոգեբանական առումով եւ թե ֆիզիկական առումով, այս շատ կարևոր է նաև հոգեբանական հատվածը նշել, որտեղ եթե դու ինքդ առողջ չես քո գլխի հետ, քո ներսի հետ, այդ ներդաշնակությունը չկա, այդ արդեն ինչ-որ խնդիր կա այդտեղ ու նաև կարևոր է հիշել այն, որ մենք չենք ծնվել լույս աշխարհ եկել, որ այլոց էսթետիկան բավարարենք։ Խոսքս այլոց էսթետիկան բավարարելու մասին չի, այդպես այստեղ շատ նուրբ կետ կա, հա, հնարավոր է թվա թե հակադրություն կա խոսքի մեջ, բայց խոսքս ոչ թե մենք ինչպես խոսում ենք շատ շպարով այլոց էսթետիկան բավարարելու մասին է, այլ խոսքս հայլու մեջ դու քեզ ինչպես տեսնում ես, այդպես մատուցում ես։ Դե այդ ժամանակ է պետք այդ ընկալումները ունենալու համար, որոշակի բազայի է պետք, կոպիտ ասած դրան պետքա հասնել ինչ որ կերպ, որովհետև ես կյանքում չեմ մտածել, որ ես կարամ առանց դիմահարդարման ինձ գեղեցիկ համարեմ։ Ես չգիտեմ որտեղից եմ այդ միտքը վերցրել։ Վերջերս դու խոսեցիր այն մասին, որ կրկնակզակի միջամտություն ես արել եւ ազատվել ես կրկնակզակից։ Շատ մարդիկ ասում են Զարա ջան, եթե դու body positive-ի մասին ես խոսում, ինչու ես միջամտություն արել, բա դուք քարոզում եք, որ ընդունիր քեզ այնպեսին, ինչպեսին կաս։ Կան նաեւ մարդիկ, որոնք ընկալում են, որ եթե դու խոսում ես body positive-ի մասին եւ ընդունում ես քեզ, բայց ինչ որ մի բան ուզում ես լինի ավելի գեղեցիկ, առաջին հերթին քո աչքին, դու ինչ որ մի բան ուզում ես փոխել, դա քո ցանկությունն է, եթե չես անցել են հիվանդագին սահմանը, երբ վրա տեղ չի մնացել, որ ներարկում չլինի։ Դու քեզ համար ինչպես եկար այդ սահմանին, որովհետև ամեն դեպքում body positive-ն էլ մի քիչ կարծրատիպային ընկալում ունի, դու այսպեսին ես, վերջ դու ոչ մի փոփոխություն չպիտի անես։ Կրկնակզակի միջամտության հետ կապված ես 1 տարի ու կես մոտավորապես, երբ որ սկսեցի Շանթ հեռուստաընկերությունում առավոտյան ծրագիրը վարել, այդ ժամանակվանից ես ահավոր ֆիքսվում էի, ինձ անընդհատ ասում էին, չէ, դա կադրից է եւ այլն, լույսից է, բայց ես ահավոր ֆիքսվել էի դրա վրա։ Բայց իմ սովորության համաձայն ասացի ոչինչ, ես կաշխատեմ իմ վրա, ես հաշտ կլինեմ այդ մտքի հետ, բայց ինչ որ մի բանի ես հասկացա, որ ես ահավոր կենտրոնանում եմ դրա վրա, դա ինչ որ կերպ ես չեմ կարողանում այդ ընդունեմ։ Հետևաբար եթե ինձ մոտ չի ստացվում դա ընդունել եւ ես ունեմ հնարավորություն դա փոխելու, ինչի չփոխեմ, եթե դրանից իմ կյանքի որակը ավելի լավը կդառնա։ Body positive-ը ինքը չի ասում մենակ բնականն է գեղեցիկ կամ մենակ էս է գեղեցիկ։ Գեղեցիկը այն ամեն ինչը, ինչում դուք ինքներդ ձեզ գեղեցիկ եք համարում ու չկա մարմնի ընդունելի մի գեղեցիկ կամ ոչ մեկ չի արգելում գնալ եւ ինքնակատարելագործվել։ Այդ նույն սկզբունքով մենք կարող ենք ասել ինչի ես ատամդ բուժում, եթե body positive ես։ Ինձ անգամ այդ էին ասում, ինչի ես բրեկետը դնում, եթե դու body positive ես։ Այդ իրար հետ կապ չունի, ինքը առողջ ձևով մարմնի ինքնակատարելագործման մասին է խոսքը։ Ես շատ հետևում եմ ամեն ինչին ու փորձում եմ ինքս թե ներքուստ, թե հոգեպես, թե ֆիզիկապես լինեմ առողջ, նաև բլոգում եմ շատ այդ ամեն ինչի մասին խոսում, որ փորձենք հնարավորինս առողջ սովորություններ մտցնենք մեր կյանք, փորձենք եթե ինչ-որ փոփոխություն ուզում ենք անենք, այդ անենք առողջ, գիտակցելով, ես ուզում եմ այս փոփոխությունը անեմ, մի հատ գլխիս հետ հարցը լուծեմ, եթե այդ փոփոխության հանդեպ վերաբերմունքը չփոխվեց, գլխիս հետ հարցը լուծելուց հետո, ուրեմն կարող ենք այդ փոփոխությունը անել։ Որևէ այլ արտաքին փոփոխություն միջամտություն արել ես թե չէ։ Շրթունքների ծավալի մեծացման եմ դիմել, բայց այդ շատ վաղուց։
հետո Հիմա անցել է։ փոշմանեցիր։ Ես իմ sense կոմֆորտ ավելի։ Հիմա դու քեզ քո արտաքինը ընդունում ես այնպեսին ինչպեսին կա, թե ամեն դեպքում կան բաներ, որ էլի ուզում ես փոփոխել։ Չէ, այս փուլում կյանքի ես ահավոր ներդաշնակ եմ ինքս իմ հետ, ինքնավստահություն, ինքս ինձ սիրելու, sense էմոցիոնալ դաշտ, ինչ-որ էմոցիաներ եմ ապրում ինքս ինձ սիրելու, որ երբեք չի եղել, ու ինձ շատ են ասում, որ փոխվել եմ եւ այլն, այդ փոխվելը ինձ թվում է մի քիչ նաեւ այդ ինքնաընդունման եւ ինքնաընկալման փոփոխության հետ է կապված, որովհետեւ էմոցիոնալ դաշտում երբ որ մենք տենց սիրուն ենք, արտակնապես ենք շատ սիրուն, ինձ նաև շատ բլոգով էլ առաջարկում են բոտուլինոթերապիա, բայց ինձ թվում է ես դրան պատրաստ չեմ ուզում ասեմ երբեք կամ դեմ եմ, բայց մի քիչ չեմ պատկերացնում, որովհետև ինձ մանրկնճյուռները շատ է դուր գալիս, ոնց որ իմ էմոցիաների արտահայտությունը լինեն իմ դեմքի վրա ու չեմ պատկերացնում առանց այդ կնճյուռիկների կամ առանց իմ ակտիվ ինչ-որ ժեստերի ու էմոցիաների դեմքից։ Իմիջիալից դու խոսում էիր, որ հիմա քո կյանքում շատ սիրուն շրջան է ինքդ քեզ սիրելու ու հիշեցի երևի թե 1-2 տարի առաջ այսպես շատ էմոցիոնալ գրառում էիր արել էմոցիոնալ այրման մասին եւ ես քեզ գրել էի, որ միշտ այդ փուլերից հետո ավելի ծաղկուն շրջան է գալիս։ Բայց նման շրջաններում որպես կանոն, երբ մենք խոսում ենք դժվարությունների մասին, մարդկանց թվում է, որ վերջ, կյանքն ավարտված է, բայց դժվարություններից հետո որպես կանոն ավելի թռիչք ես ապրում։ Ինչպես դու այդ էմոցիոնալ այրման փուլից անցար քո ավելի այսպես էմոցիոնալ թռիչքային փուլ։ Աշխատանքի միջոցով կյանքում ինձ գրեթե բոլոր դժվար իրավիճակներում օգնում է աշխատելը ու ես ինչքան դժվար этап եմ ունենում, այնքան ավելի շատ եմ աշխատում ու աշխատել մենակ գործի գնալ գալու մասին չի խոսքը, ինքս իմ վրա էլ աշխատել ու այդ փուլում էլ ես սկսեցի շատ ավելի ակտիվ մարզվել, շատ ավելի խնամք հատկացնել իմ մաշկին, հոգեբանի այցելեցի ու այդ этаպը նաև հոգեբանի օգնությամբ ես հաղթահարեցի էմոցիոնալ այրման sense մի հատ անհասկանալի շրջան էր իմ մոտ, որ ամենավատն էր, որ պատճառը չէի գտնում։ Ես ասում, հա ինձ վատ է, բայց ինչ որ ներսում sense մի հատ տեղ ցավում է, ինչ որ վատ եմ, բայց ինչի ոչ մի պատճառ չկար դրա համար ու այդ ավելի էր sense խորացնում իրավիճակը, որ ես չի հասկանում ինչա կատարվում իմ հետ, որտեղ է դրա պատճառը, ինչի գոնե իմանաս պատճառը փորձես լուծես, բայց ես Իսկ հետո գտար պատճառը, թե չէ, անկեղծ, ես ոչ մի կերպ չէի պատկերացնում ու մինչև հիմա ես չեմ հասկանում, թե ինչ կատարվեց ինձ հետ, իմ գլխի հետ, բայց երևի թե այդ этаպը պետք էր։ Ես դրամատիզացնելու ահավոր սովորություն ունեմ։ Ես կամ կենտրոնանամ ինչ-որ sense փոքրիկ բանի վրա, դա դրամատիզացնեմ, տարբեր սցենարներ հորինեմ դրա շուրջ, խորանամ ու ինձ լինի շատ վատ որտեվ նաև էմպաթ եմ բնավորությամբ, ասենց ամեն ինչը խառնվում է իրար, իմ մոտ ստեղծվում է այդ իրավիճակ, որ կյանքը կողքովս անցնում է, բոլորը ապրում են, այդ սթորիները թերթելու պահն է, բոլորը ապրում են, ճանապարհորդում են, բոլորին լավ է, բոլորի մոտ իդեալական է, իմ մոտ չէ, այդ անառողջ համեմատությունը այդ էս պատճառը ես հասկացա անառողջ համեմատությունը, անառողջ մոտիվացիան, որտեվ շատ էի անցկացնում սոցցանցերում այդ շրջանում։ Այդ շրջանը արդեն են փուլում էր, երբ դու գտել էիր քո զարային։ Ինչն է պատճառը, որ օրինակ գտնում ես բանաձևեր, շատ մարդկանց սկսում ես մոտիվացնել, ինչ որ առումով ուղղություններ տալ, ինչպես իրենք գտնեն իրենց, եւ մեկ էլ կորցնում ես քեզ։ Չգիտեմ, երևի ինչքան աճում ես, այնքան ավելի այլ ձևերով ես քեզ փորձում համեմատել, այս իմ տարբերակն եմ ասում, իմ դեպքում որտեղ էր խնդիրը, ինչքան բարձրանում ես, ինչքան աճում ես, ինչքան նոր ձեռքբերումներ ես ունենում, ոնց որ դա նորմալիզացվում է, արժեզրկվում է ու այդպիսի պահերին ես միշտ այդ հոգեբանից խորհուրդն ա եղել նաև, որ մտածեմ, ասեմ, այն ինչ ես այսօր ունեմ, դա երազում էր 3 տարի առաջվա Զարան։
Հետևաբար դա օգնում է գնահատել այդ этаպի ունեցածը։ Այլապես սոցցանցերում ստորիները ես կարողա թերթեմ, սկսեմ անառողջ ինչ-որ համեմատություններ անցկացնեմ, անգամ մարդկանց հետ, որոնց կենսակերպը իմ հետ որևէ կապ չունի։ Համենայն դեպս կյանքի էս փուլում։ Օրինակ, մամայա 3 բալիկ ունի, մենք մի տարիքի ենք, ես կողա խորանամ, ասեմ վերջ։ Ինչի ինքը ունի 3 բալիկ, այս տարիքում ես չունեմ, ինչի է իր կենսակերպը, ես սխալ եմ, ու ցենց խորանամ այդ թեմայի շուրջ։ Անկամ այն ֆորմատով, որ ես դեռ չեմ պատկերացնում ինձ օրինակ մամայի կարգավիճակում, դեռ, բայց այդ թեման ես կարող ասեմ իմ համար դրամատիզացնեմ, խնդիր սարքեմ, խորանամ, բա ինչի կարող է ամեն դեպքում ուշը, այդ անառողջ համեմատությունն եմ ասում, կոնկրետ այդ դեպքի հետ կապված չէ, բայց առհասարակ սոցցանցերը մեզ իրոք տալիս են անառողջ համեմատություն ու անառողջ մոտիվացիա։ Ես կարծում եմ, այստեղ հազար ներողություն, մենք անընդհատ մեղադրում ենք սոցցանցերին մյուսին, մենք պետք է այստեղ այնքան առողջ լինենք։ Դե նաև դա Չհամեմատենք, մարդիկ տարբեր են, տարբեր ճանապարհներ են անցնում։ Ես ինչ-որ շատ գրոտեսկային օրինակ բերեցի։ Վերջին շրջանում անդադ նայում եմ, հիմա էլ թրենդային է դարձել խոսելու այն մասին, որ սոցցանցերը կեղծ իրականություն են տալիս եւ այն մարդը ամեն մարդ ցույց է տալիս իր իրականությունը։ Երևի թե յուրաքանչյուրիս համար նորմալ է։ Հա, նորմալ է, բայց նա ես չեմ ասում դա լավական վատ, ինչը որ ուզում ես տեսնել, դա նորմալ է։ Խնդիրն այն է, որ ես ցույց եմ տալիս այն, ինչ ցույց եմ տալիս։ Թե դու ինչպես ես կարող եմ նայեմ քո ստորիները եւ անառողջ ես քեզ չեմ մեղադրում, բայց օրինակ նայեմ, ասեմ, Ամալյան, էսի չքան բան է հասցնում, իսկ ես այսօր առավոտ ուղակի գնացել եմ օֆիս 9-ից 6-ը նստել եմ։ Իմ ասածի իմաստը այն է, որ երբ որ ենթադրենք ես նայում եմ քո ստորին ու տեսնում եմ, որ դու հրաշալի մի շարք բաներ ես անում, մենք յուրաքանչյուրս մեր մեջ պիտի դաստիարակենք այն հատկությունը, որ ես ուրախանամ քեզ համար, բայց հասկանամ, որ ես էլ իմ կյանքում եմ շատ բաներ անում։ Մենք սովորություն ունենք թերագնահատելու այն ինչ որ մեր կյանքում է ու գերագնահատելու այն ինչ որ դիմացինի կյանքում է։ Զուտ այստեղ է խնդիրը գալիս, բայց երբ որ մենք անընդհատ այս ամեն ինչը փորձում ենք վերագրել սոցցանցերի, եթե նույնիսկ սոցցանցերի այդ իրականությունը չի լար, միևնույն է մենք գտնելու ենք կետ, համեմատելու ենք եւ այդ համացան մեջ մեզ պարտության ենք մատնելու։ Մարդու հոգեբանությունն է։ Դրա համար էլ հոգեբանի հետ աշխատանք եմ ունեցել։ Մեկ-մեկ լինում է անկախ քո կամքից, այնքան է լինում ինֆորմացիոն հոսքը, որ որպես մարդ, homo sapiens, քո ուղեղը չի հասցնում այդ ամեն ինչը ֆիլտրի։ Ես շատ ձեռքբերումներ ունեմ, փառք Աստծո, շատ են իմ ձեռքբերումները, շատ լավ բաներ եմ հասցրել անել, անում, բայց պահիտակ իմ ուղեղը դա կարա արժե զրկի եւ գնահատի մի հատ ուրիշ լավ իրականություն։ Անկեղծ ես այդ համեմատությունը չեմ կարող չանեմ։ Նորից պետքա գնալ հոգեբանի, ոչ թե որ նախանց ձևով եմ համեմատում, այլ կարամ համեմատեմ եւ մի քիչ տխրեմ, ասեմ, կարար նաեւ sense լիներ, ինչի ես չեմ հասցնում սանել։ Հետո գալիս է այդ գիտակցումը, որ զարա մի րոպե դու ունես այն, ինչի երազում էիր 3-5 տարի առաջ։ Всё, թեման փակվեց այդտեղ։ Այդ քո իրականությունը չի։ Մենք կենտրոնացի քո կյանքի վրա։ Այդ կարճ ժամանակները այդպես նեգատիվ էմոցիաներ ու նեգատիվ չէ, լավ, այդ նախանց բաներ։ Այդ անհանգստությունները փոքրիկ ունենում ես։ Զարա, իմիջիայլոց ես երևի թե այս տարիների ընթացքում առաջին անգամ էի քեզնից լսում, որ կարող է քեզ համեմատես մայրիկի հետ եւ մտածես, որ դու էլ ես ուզում բալիկ ունենալ կամ կարողա ինչ որ մի բան սխալ ես արել, ուշ է եւ այլն, այդ մտքերը այդպես հաճախ են գալիս, թե ինչ որ մի շրջան ոչինչ չունեի զբաղվելու, այդ միտքեր որոշել քեզ բանել։ Դա շատ գրոտեսկային օրինակ է։ Թվում է, որ նա ուրիշ իրականություն է, սա ուրիշ իրականություն է, յուրաքանչյուրը իր կյանքն է ապրում ու իր կյանքի մեջ ունի իր առաջնահերթությունները, մյուս կողմից կանանց մոտ ժամանակ առ ժամանակ ամեն դեպքում գալիս են այդ մտքերը ու թեկուզ, հա, եթե հարցը դիտարկես վերարտադրողական տարիքի տեսանկյունից, առողջական տեսանկյունից եւ այլն, ինչ որ հարցեր կան, որ կարող է այստեղ սկսեն արթնանալ եւ անհանգստություններ տալ։ Իրականում ժամանակ առ ժամանակ այդ անհանգստությունները ունենում ես։ Մամա լինել ես շատ եմ ուզում, շատ եմ ուզում։ Ճիշտ ասում, կյանքի այս этаպում դեռ պատրաստ չեմ, բայց ես կարծում եմ, որ ես շատ լավ մամա կլինեմ ու սոցիումի համար շատ լավ երեխաներ կդաստիարակեմ ու
շատ եմ ուզում, հուսամ նաև տենց էտապ կգա, որ նաև փոքրիկ զառայի տեսքով ձեռքբերում կունենամ։ Աղջիկ ես ուզում ունենալ։ Դες ենթագիտակցություն է ասացի, դա սերը կապ չունի, կարևորը առողջ փոքրիկ լինի։ Հիմա ընտանիք ստեղծելու մասին մտածում ես։ Ավելի շատ հա, քան չէ։ Ավելի մեծ եւ թունդ sense հա, քան օրինակ 1 կամ 2 տարի առաջ։ Ուղղակի էմոցիոնալ առումով հասունացել է մի պահ, որ ես կարգավիճակի փոփոխություն ուզում եմ։ Ես հուսով եմ, որ քո կյանքում ամեն բան կլինի այնպես, ինչպես որ ուզում ես, որովհետև շատ հետաքրքիր մի բան կա։ Մենք միշտ հետայաց հասկանում ենք, որ այն ինչ որ ժամանակին ուզել ենք, մեր կյանքում միևնույն է իրականանում է, եւ եթե որևէ բան մեր կյանքում էս փուլում չկա, ուրեմն ժամանակին մենք ուրիշ բան ենք ուզել։ Երբ մեր ցանկությունների մեջ լավ խորանում ենք, հասկանում ենք, որ մեր ներկան այն է, ինչ որ մենք ուզել ենք, այնպես որ մաղթում եմ, որ քո կյանքում իրականանա այն, ինչ որ դու ուզում ես եւ կարեւոր չի ինչ է դա, կարեւորը որ դու ուզում ես ու ունենաս այդ բերկրանքը, որ կատարվեց։ Շնորհակալ եմ շատ։ Այնքան sense էմոցիոնալ եւ նոստալգիկ եւ հաճելի զրույց էր։ Նմանապես հետաքրքիր էր քեզ տեսնել նաեւ ուրիշ ռակուրսից։ Հա, ու խոսացի բաների մասին, ոնց մասի ես սովորաբար sense ակտիվ գրեթե չեմ խոսում։ Ոնց մամայիս էլ հետաքրքիր կլինի նայել, որովհետեւ sense իր համար էլ հետաքրքիր բացահայտումներ կլինեն։ Դե ինչ հետևեք Live Room-ին, բաժանորդագրվեք YouTube-ի իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր թողարկումները։